էլ չենք սիրում իրար, էլ չենք սիրում, դե դա է նորմալ։ Փորձերի ժամանակ օրերից մի օր եկավ նորոն, լրիվ քաչալ, գլխին սխտոր գցած։ Էս ինչ կյանքի կտոր է։ Սպիտակ ձիով, փլաշած գլխով ասպետ։ Նորից էր խոստովանից եւ ես չմերժեցի նրա առաջարկը, որտեվ ես լեի սիրահարված, 17 տարեկան էինք։ Իմ պապիկն ինձ նենց էր դաստիարակում, որ պետքա 5 տարեկանից 7 հոգու սիրեմ։ Բայց պապիկը ներողություն ասել էր ամուսնանալուց հետո չի կարելի։ Մենք հենց գնացինք, դու տղա գտար։ Ոչ մի հաղորդմանը չեմ պատմել։ Ու հիշում եմ, որ Զոնքաջիս հետ սենց լրիվ տղայական զրույց ենք ունեցել, արդեն համբուրվել էինք։ Մի անգամից սկսեցին մազերս թափվել։ $1600 հավաքել, Լուսինեն շուբա առա, մտածում էի կարելի է այտենց առնել նաև իրեն։ Որտեղ ես կերել։ Էրմինե, Իրար հետ եք կերել։ Չէ։ Դու էլ ես կերել։ չէ, Լուսինեն կապ չունի։ Ինչ ես կերել ու որտեղ ճիշտն ասա նորո։ Բայց իրականում տենց այնց նկարում։ Ես տեսել եմ backstage-ներ, որ ասում է դուք ասես, այս ինչ բան է, դուք ասես, այս ինչ բան է։ Եվ անդրադառնանք արծվի թևերին։ Մենք ասում ենք, սա հումորային չի։ Մենք անում ենք այն, ինչ անում են բոլորը։ Առաջին անգամ կասենք, որ դա իհարկե հումորային է, ոնց կարա հումորային չլինի։ Բայց վատ է, որ շատերը չեն հասկանում, այտենց ուրեմն կինո արտադրություն ունենք մեր մոտ։ Քանի որ ես ինքս շատ սերիալ նայած մարդ եմ, ու այդ հայկական սերիալ ու սյուժեներին սենց ֆուլ տիրապետում եմ, ու նաև գիտեմ թե ինչն է հետաքրքիր հանդիսատես։ Շուտով նոր սերիալ ենք նկարում, առաջին անգամ ասեմ, ձեր մոտ կարանք վերնագիրն ասենք, կոչվելու Անկոչ հյուրը։ Նա Նինայի հետ համբույրի տեսարան ունեինք օրինակ արծվի թևերում։ Հետո հանվելու վրա դուրակ էինք խաղացել։ Հա, բայց մենք իրար հետ չենք կարող աշխատենք այնքանը, որ երկուսը լիդեր ենք ու իրար հետ մեզ շատ դժվար է տրվում։ Անգամ խաղեր խաղալուց մի թիմում լինելն է մեզ դժվար տրվում։ Իրանք գիտեն, որ առաջինը մաման պապան իրար են սիրում, հետո իրանց։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան Group, գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ուզում եմ ամենասկզբից շնորհակալություն հայտնել բոլոր այն ջեր մեկնաբանությունների համար, որ թողնում եք հաղորդումների ներքևում։ Դուք չեք պատկերացնի, թե դա որքան է ոգևորում եւ ինձ, եւ իմ թիմին, դե էլ չասեմ հյուրերի մասին։ Ինչպես նաև ուզում եմ խնդրել անպայման բաժանորդագրվեք Սեղմեք զանգի կոճակը, որպեսզի առաջինը հենց դուք իմանաք, թե երբ է նոր էպիզոդը հայտնվում YouTube-ի պաշտոնական ալիքում։ Ինչպես նաև միացեք իմ Instagram-ի եւ Facebook-ի պաշտոնական էջերին։ Այնտեղ լուսանկարները միշտ հարվածնում ենք, նաև backstage-ից բավականին շատ կադրեր ենք ունենում եւ դուք կտեսնեք, թե ինչպես է նկարահանվում բոլորի կողմից սիրելի Հերնե դիալոգ նախագիծը։ Սա կարևոր հատված է։ Հիմա անցնենք ամենակարևորին, թե ովքեր են հյուր լինելու այսօր Հերնե դիալոգ նախագծում։ Բոլորովին վերջերս շատ ընկերներ ինձ սկսեցին ուղարկել մի հայկական, այսպես ասած, սերիալ, որը կատակ սերիալ էր, որովհետև հիմնականում անդրադառնում էր այսօրվա հայկական սերիալներին, թե ինչպես են դրանք նկարվում, ինչպես են ստեղծվում, բավականին հետաքրքիր էր եւ հումորային։ Եվ սկսեցի փորփրել, իհարկե չասեմ, թե ինչքան մեծ անհամբերությամբ սկսեցի սպասել նոր էպիզոդներին եւ հասկացա, որ դրա ստեղծողները շատ հետաքրքիր բլոգերներ են։ Խոսքս բլոգեր Նորայր Նիկոյանի եւ նրա ճկնաղ տիկնոջ Լուսինե Թովմասյանի մասին է։ Մի զույգ, ով մշտապես զարմացնում է իր ռիլերով։ Դե ինչ ժամանակն է դիմավորելու իմ հյուրերին եւ տեսնենք ինչպես են ստեղծում այդ սերիալները, ինչպես եկավ գաղափարը եւ ինչ այլ կոնտենտ են ստեղծում միասին։ Ջահելական բաներ են անելու։ Գնամ դուրը բացեմ։ Եկել ենք Հերմինե Ստեփանյանի հաղորդման հյուր, ես ու կինս։ Այո, եւ հիմա սպասում ենք, որ մտնենք շենք ու տեսնենք ինչ համով բաներ է պատրաստել մեզ համար Հերմինեն։ Ես շատ սոված եմ։ Վստահենք, շատ հետաքրքիր զրույց է սպասվում, այնպես որ անպայման բաց չթողնեք հաղորդումը։ Քեզ ոնց որ զրույցն է հետաքրքիր, ինձ ուտել է։ Ինչ զրույցը։ Այս ինչ սիրուն զույգ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջույն, Լուսինե։ Այս ինչ սիրուն ես դու, համեցեք։ Մերսի շատ, երեխեք ջան։ Ես արդեն հասկացա սա։ Ինչ մեղքս թաքցնեմ, մի անգամից գլխի ընկա։ Նորայր ջան, կամ ինչպես Instagram-ում է գրված Նորո ջան, Լուսինե ջան։ Մոտիկների համար նոր։ Շատ շնորհակալություն իմ հրավերը ընդունելու համար։ Ես որպես գաղտնիք ասեմ, որ ես ձեզ նոր եմ բացահայտել եւ շատ ուրախ եմ, որ ինձ մոտ եք, որովհետեւ ես էլ եմ սիրում, որ Հերմինե դիալոգը այսպես թարմ արյունով է սնվում, որ նաև երիտասարդներն են հետևում, որովհետև նրանք սիրում են
բլոգերներին գալիս են, դիտում են եւ հասկանում են, որ այդ աուդիտորիան էլ է սկսում հետաքրքրվել նախագծով, ինչպես մեր ավակ սերունդը, այնպես երիտասարդ սերունդը միշտ հետաքրքիր է եւ նրանց հետաքրքիր կողմից է ցույց տալիս։ Ես էլ կփորձեմ այսօր ձեզ հնարավորինս նոր կողմից բացահայտել, նախ շնորհակալություն նվերների համար։ Ես ասեմ որպես գաղտնիք, որ շատ սիրում եմ արևելյան խմորեղեն։ Եվ հատկապես որ ինձ փոքրիկ է լինում, որ սուրճի հետ հարմար է լինում։ Շատ սիրում, որ հանկարծ մեր տարածը մեզ հյուրասիրեն, նես չլինի, ասենք չեն գտում։ Հա, էդ էլ կա։ Հյուրասիրեք, մեծ սիրով կուտենք։ Հա, լավ, ես խոստանում եմ, որ կհյուրասիրեմ եւ գեղեցիկ ծաղիկների համար շնորհակալություն սկզբի համար։ Ուզում եմ խնդրենք դու բացես մեզ համար խաղուն գինին, Armenia Wine ընկերության տակառն ենք վայելելու միասին։ Այսօր եւ համեղ ճաշելու ենք եւ վայելելու ենք գինի, այսօր ճաշացանկը կազմելուց երկար մտածում եմ ինչ պատրաստեմ, ինչ մտածում եմ, ասում եմ, չէ, բայց շատ ծանր է իրանց համար, իրանք ավելի այսպես երիտասարդ, թեթև, եւ ես կատարեցի վաղեմի երազանքը։ Վերջապես գտա հյուրեր, ում համար կարելի է 3 ուտեստներ նախուտեստ պատրաստել։ Մենք ասենք պահնա բաց։ Միշտ պահնա։ Եվ այսօր կփորձենք 3 նախուտեստ տարբեր գինիների հետ։ Բարի գալուստ իմ տուն ռեստորան, շատ ուրախ եմ, որ այսօր իրար հետ ենք եւ խոսելու ենք թե ձեր հարաբերություններից, ձեր ընտանիքից եւ թե նաեւ ինչ մեղքս թաքցնեմ վերջին շրջանի ամենասիրելի հայկական սերիալներից մեկի Արծվի թևերի մասին։ Մի ֆանտաստիկ վերնագիր, մի ֆանտաստիկ սյուժե, ինչի մասին կխոսենք, մի փոքր ուշ։ Մինչ իմ հյուրերը սպասում են առաջին ուտեստին, ես արագ ձեզ հիշեցնեմ Հերմինե Դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրուպի մասին։ Այս տարի Վալան գրուպը նշում է իր 25-ամյակը եւ ողջ տարին տոնական է լինելու։ Ես խոստանում եմ, որ տարվա ընթացքում բոլոր նորությունների մասին ձեզ կպատմեմ եւ խոստանում եմ, որ միշտ կունենաք հետաքրքիր եւ գեղեցիկ տեսանյութեր։ Ինչպես այս մեկն է։ Վալան գրուպը հյուրընկալել է հայտնի գերմանական Վեկա եւ գերմանական Զիգենիա ընկերությունների ներկայացուցիչներին։ Նրանք այսօր Վալան գրուպի այս մեծ արտադրամասում կներկայացնեն այ կառուցապատողներին, դիզայներներին եւ ճարտարապետներին իրենց նոր արտադրանքը։ Վալան գրուպը հանդիսանում է Վեկա եւ Զիգենիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Здравствуйте, мы уже много лет сотрудничаем с компанией Валан Групп, и на сегодняшний день они являются нашими эксклюзивными партнерами на территории Армении. Ну что сказать, развивающаяся компания, мы здесь вместе делаем достаточно большое количество проектов, достаточно интересных. Вот. Надеемся, что на территории Армении все больше и больше будут популярны окна ПВХ. Сегодня мы презентовали совместно с нашими торговыми партнерами фирмой Валан Групп нашу фурнитуру поворотно-откидную. Армения очень сильно развивается и очень заинтересована, на мой взгляд, в европейских качественных продуктах. Новые, хорошие, которые собраны, сделаны по европейским стандартам, по европейским технологиям, из европейских материалов. С очень хорошим профилем, с очень хорошей фурнитурой, с энергосберегающим стеклопакетом, со всеми атрибутами, которые определяют качество окна. Դե իսկ վերջում իհարկե այսպիսի հրաշալի տրամադրություն Վալան գրուպի արտադրամասում հյուրերի համար։ Այսօրվա ճաշացանկս տարբերվող է լինելու։ Դե հաշվի առնելով, որ հյուրերս շատ երիտասարդ են, լավ իմաստով թեթև են, լուսավոր են, պայծառ են, ես որոշեցի, որ նրանց կուրախացնեմ ոչ թե ծանր ուտեստներով, այլ 3 ուտեստն էլ, որ ներգրաված է ճաշացանկիս մեջ, կլինեն նախուտեստային, այսինքն պատրաստելու եմ 3 նախուտեստ։ Իսպանացիներ են հաճախ այսպես անում, երբ երեկոյան ոչ թե պինդ ուտելիքներ են պատրաստում, այլ շատ ժամանակ նախուտեստով են սեղան նստում, այնպես որ մենք այսօր կունենանք 3 նախուտեստ։ Առաջինը
գազարով նախուտեստը։ Գազարին մի աչքով մի նայեք, որովհետև այս բանջարեղենից կարելի է շատ էլեգանտ եւ շատ համեղ նախուտեստ պատրաստել։ Գազարը պետք է դնենք ջեռոցը։ Աղ, պղպեղ, թերում ենք սխտոր, ուրց ենք ավելացնում եմ ձիթայուղ, խառնում ենք, փակում ենք փայլաթիթեղով, ջեռոցը տաքացրել եմ 190 աստիճանով, դնում եմ ջեռոցը այնքան, որ գազարները եփվեն։ Թողնենք սառչի, սկսում ենք մատուցել, ես ունեմ պատրաստի սոուս, որը իմ ընկերուհին է պատրաստել, դուք կարող եք և մածուն վերցնել, և պարզապես թթվասեր, կամ այն սոուսը, որը դուք շատ եք սիրում։ Ասեմ ինչ ենք փորձելու, դե արդեն ասացի, որ 3 ուտեստներ, որ ճաշացանկի մեջ են, նախուտեստային են լինելու։ Առաջինը փորձելու ենք ջեռոցում պատրաստված շատ պարզ գազար սոուսով, սոուսը կարող եք ցանկացած բան ընտրել, հաղորդման մեջ ես դրա մասին պատմում եմ, շատ փակագծեր չբացեմ, որ նայեք էլի ձեր հաղորդումը, ընդհանրապես նայում եք, հետո դուք ձեր հաղորդումները։ Իհարկե։ Այո։ Մեր երեխեքն են շատ ուզում նայեն իրականում։ Մենք դրեք նայենք, դրում ենք իրաց հետ նայում ենք։ Որ հանկարծ հաղորդման մեջ էլ ասում ենք բարև ձեզ Սարգիս ջան, Աղաս ջան, ո՞նց եք, вообще ուրախանում։ Բարև ձեզ Սարգիս ջան, Աղաս ջան, ո՞նց եք։ Տեսա պապաս, բայց բավուրը տվեց։ Մենք այսօր ձեր անունը մի քանի անգամ տալու ենք ինձ թվում, ես առաջարկում նախուտեստը շարունակենք մեր խաղուն գինով, փորձենք, հետո արդեն կզրուցենք։ Գնացինք։ Սիրով։ Անհամբերությամբ, ասեմ ավելի։ Ես նախուտեստի գիժ եմ։ Լուրջ։ Տեսակ։ Շատ համբա, թարխունով սոուսը։ Դու հասկացար էլի, այս չի հասկացել որ։ Թարխունի համը երբեք ոչ մի բանի հետ չեմ խառնում, ամենասիրելի կանաչին։ Բայց գազարի հետ է լավ։ Գնում։ Հաճելի է սեղանակիցներ ունեն, ովքեր այսպես մանրակրկիտ կարող են հետդ քննարկել։ Ես հաստատեմ բան եմ չայնացում։ Զատկական համը։ Sorry, ես նայում եմ։ Այս թարխունը չէ։ Ինքել այդ անձրոցը գցի ոտքերից ուզում ես չթափվի, համը սիրուն չի լինի սեղան։ Ինքը միշտ են սովորացնում։ Ավելի ման։ Ոչ սովորացնում է, գրեք ինչ, հա։ Ալես, մեջ կտուղի։ Ուրեմն մեր տան այդ խնդիրը միշտ կա, ես արդեն ընդունում եմ որ ճիշտ է, ոչ միջև այդ կռվում է ասում մի տես բան չկա։ Ինքը մի հատ բան ունի, աքսիոմա ունի, որ ասում է տղամարդիկ չեն հասկանում, որ իրենց կոմֆորտ չի։ Լավ բան է։ Ասենք կարամ ես կուրտկայով, կոշիկներով գամ մտնեմ զալում նստեմ, սկսեմ բան հեռուստացույց նայել, ասում է քեզ հարմար չի կոշիկներով, հանի։ Ես մի տեսակ ասում դե լավ ճիշտ է ասում, քեմ սենց մեքենով գնում, սենց շոկում եմ արդեն, տենում որ կարմրել եմ, ասում եք ո՞ր կուրտկետ հանես, ասում եմ խի ես չէի ֆայմում։ Տեսել եք, տենց մեմ կա, որ ասում եմ, տարիներ հետ հասկանում եմ, որ ինքը ճիշտ է, ուղղակի իր տոնը ինձ դուր չի գալիս ասելու։ Ականն է։ Մի բան ներողություն, իսկ բազմոցին քնելը, բոլոր տղամարդիկ սիրում են, չէ՞, բազմոցին։ Բայց ասա որ երեք շարժում։ Չգիտեմ ինչի է դա այդպես։ Քնած էր, երևի 3 անգամ ձայն եմ տվել, ասել եմ վերկաց գնա անկողնում հանգիստ պարկի քնի։ Ես հելնում եմ, ժամկես այդպես քնեց, հետո ասում եմ մեջքս բռնվեց, վիզս բռնվեց։ Մի խոսքով, մի Բոլորն են տենց։ Բայց այդ ուրիշ հաճույք չի։ Ես չեմ հասկանում անկեղծ ասա, դա դուք կհասկանաք։ Ոնց նստած քնելուց ուժեղ հաճույք կա։ Հո, անկողնում տակուկ քնել, համել գիշերազգեստը թակած, մարդավարի։ Լավ, ինձ գիտեք ինչ է հետաքրքիր։ Մինչ բոլորի կողմից սպասվող արծվի թևերին անդրադառնալ։ Ինձ հետաքրքիր է ձեր պատմությունը։ Ինձ հետաքրքիր է այն մարդիկ, ովքեր դիտում են ինձ, գուցե դեռ չեն բացահայտել ամբողջովին ձեզ, եւ կուզենայի պատմեք նախ ինչ էիք անում մինչեւ իրար հանդիպելը, ով ինչով էր զբաղված։ Ուսում դու պատմի։ Ինչով էր զբաղված։ Ես քոլեջում էի սովորում, դեռ այսինքն ավագ դպրոցի տարիքի էի, սովորում էի ֆրանսիական քոլեջում, նորոն առաջին կուրս համալսարաններ ընդունվել պոլիտեխնիկական, ու այնպես ստացվեց, որ մեր քոլեջ մի տղա եկավ ու ասեց, որ կավայնի համար թիմ են ուզում հավաքել մեր քոլեջից, որ մասնակցի դպրոցական լիգային կավայնի,
Ես գրանցվեցի, որ casting-ին մասնակցեմ, տենց անցա ու փորձերի ժամանակ օրերից մի օր եկավ Նորոն, լրիվ քաչալ մազերով, բացարձակ գլխին մաս չկար։ Գլխին սխտոր գցած, հետո պարզվեց, ու ես այսպես նայում եմ, մտածում եմ, ով է, այս տղան երևի իր անկերոջը բերել է աղջիկներից նայի մեկին հավանի, ոնց արդեն վատ էի տրամադրվել։ Հետո պարզվեց ինքը լինելու է մեր թիմի սցենարիստներից մեկը այդ տղայի հետ։ Չնայած որ մենք մի տարիքի ենք, բայց ինքը ավելի երկար փորձ ուներ կավենում, 2 տարվա փորձ ուներ։ Սկզբից 2 դասարան բարձր է, չէ՞։ Հա, բայց մենք նույն թիվ ենք։ Հա, մենք նույն թիվ ենք, բայց ես 5 տարեկանից եմ դպրոց գնացել ու ոնց որ իմ տարիքակիցներից միշտ տենց իմ տարիքակիցներից 2 տարի մեծ եմ եղել։ Կներես, իսկ սխտորը ինչի է գցել։ Սխտորը, հա, սխտորը ինձ թվաց շատ օքեյ է, պետք է հարցնեք։ Այդ պապական մեթոդ կար, որտեղ ինչ որ այստեղից մի քիչ մազ էր թափել, պարզվեց, որ գլուխդ սափրում ես ու այդ սխտորը քսում ես, անցնում է դա։ Օգնեց, բայց թե սափրելը օգնեց, թե sense տնես պետք է անցնել։ Մազաթափություն ունի ինչ որ բայ։ Խթանում է մազերի գլուխդ։ Սիրելի հայրենակիցներ, եթե դուք ուզում եք ունենալ Նորոյի նման գանգուր եւ առատ փարթամ վարսեր, ապա անպայման դիմեք պապենական մեթոդներին, պապական մեթոդներին։ Իսկ ավելի լուրջ կլինի գնալ շոտակի բժշկի, հա։ Գնացեք բժշկի հետո, որտեղ վառում է գլուխդ սխտոր իրականում։ Ու սենց զգում ես ոնց է սենց մազերդ արմատից քաշում։ Դաժան բաներից չխոսանք։ Հա, ես ճիշտ ասած արդեն ես գիտեի սխտոր ուրիշ բանի համար են օգտագործում։ Ոնց ուզում ես սկսի, ասենք քսում ես սխտոր օրինակ մի 10 րոպե, որի քսած ոնց որ արյա շրջանառությունն է լավացնում, որտեղ շոտակի մի քիչ կծպություն է, այրում է, հետո լվանում ես ու հաջորդ օրն էլ այդ ընթացքում հոտ չի գալի, բայց թե հաջորդ օրն էլ կամ ընթացքում դու գլխակ դնես, գլխակ ես դնում հանում, այդ ակրությունից թե ինչից սկսում է հոտը գալ։ Ու ես պահ էր գալի, եկես նստած զգում էի, որ սխտորից հոտը գալիս, ծվրում էի։ Մի րոպե, դու տեսար որ նա եկել է ճաղատ, բուրումնավետ, նյարդայնացար նրա գալուց, իսկ նա ու խփնվեց, ասեց, «Ինչ տղա է եկել, սիրահարվեց իմ վրա»։ Էս ինչ կյանքի կտոր է։ Այո։ Ես սենց է պատկերացնում էի։ Տենց չի եղել։ Սպիտակ ձիով, փլաշած գլխով ասպետ։ Դե հարցնենք ոնց է եղել, կարող է ընդհանրապես տենց չի եղել։ Հո, դուք ընդհանրապես տենց։ Դու սիրտդ բացիր, դու սիրտդ բացիր։ Հետո արդեն երբ որ սկսեցին այդ կավենի փորձերը, ավելի մտերմացանք, անընդհատ միասին էինք, իրանք փորձերը բեմադրում էին, մենք էլ խաղում էինք։ Այդպես անցան ամիսներ եւ մենք շատ մտերմացանք, այն որ ամենօրյա իրար ընկերներ դարձանք, սենց ասած, ու արդեն բացի այդ կավենից նաեւ միասին շփվում էինք, շատ էինք խոսում ու այդպես կամած ինչ որ կայծ տեղի ունեցավ մեր միջև ու մենք հասկացանք, որ իրար շատ նման ենք։ Մի րոպե միջև այդ որ հասկացանք, մի հատ այս կամերան միացրենք, այս ռակուրսը տեսնենք։ Ահա, գնացիր փորձի։ Ունեցար որդի, չէ՞։ Որ ասում եմ, ես իմ տարիքակիցներից 2 տարի մեծ էի, այսինքն 99 թվերից 2 տարի մեծ էի, որտեղ իրականում մեր դասարանի օրինակ իմ ընկերով, որ 97 թիվ է, իր փոքր ախպերը իզնից մեծ է, բայց ինքը իմ փոքր ախպերն է, որտեղ փոքր է ինքը, մի 2 դասարան ցածր էր։ Ու տենց եմ հարաբերվել, ու իմ համար իրանք էլ էին երեխա, ոնց որ ես համալսարանից եկել եմ փորձ ինչ որ քոլեջում, ասում եմ երեխեք ջան։ Համալսարանից եկել։ Հա, էլի արդեն ես երեխեքի վերաբերվում։ Լուր ես էլ անկեղծ այդ բանին չեմ մտածել, որ կարան այնց բան լինի, որ մեր մեջ կայծ լինի, այդ բանին ավելի մտածում էի ստեղծագործական տեսանկյունից, տաղանդավոր է թե չէ։ Եվ տաղանդավոր է, շատ տաղանդավոր։ Այդ իմեջից էլ կարա կտենանք, որ տաղանդավոր է, իր էջից է։ Իսկ բոլորը գիտեն, բայց ինձ հետաքրքիր քո այն ժամանակվա վեր։ Այդ բանին հասկացա, որ շատ տաղանդավոր է։ Ու այդ էլ չէ, այդ բային չառաջացրեց կայծ։ Հետո որ հասկացանք, զգացինք թե ինչքան նման ենք իրար։ Մենք նույն մարդն ենք։ Իսկ ինչով էիք նման։ Վայ ամեն ինչով։ Խոսալով, մտածելակերպով, խառնվածքով։ Հետո մի քիչ էլ երևի գնալով նմանվեցինք, որտեղ երկուսիս այն տարիքներ, որ պետքա նոր ձևավորվեինք, սենց կյանքի հարցերում։ Քանի տարեկան էիք։ Ես 10, հա 7, մի տարի իրականում մեծ եմ, նույն թիվ ենք, բայց համարյա մի տարի մեծ եմ։ Անել, բայց երբ որ ծանոթ ենք, ես 15 էի, ինքը 16, այդ ժամանակ բայց ծանոթ էինք, բայց արդեն որ նորից էր խոստովանից եւ ես չմերժեցի նրա առաջարկը, որտեւ ես էի սիրահարված, 17 տարեկան էինք։ 17։ Նա քո առաջին սերն է։ Այո։ Որ ում հետ շփվել եմ, այո։ Նա քո առաջին սերն է։ Մնացածը այդպես։ Հա, դե մինչև 17 տարեկանից սեր պետք է լինի։ Պարտեզից էլ սեր ունեցել եմ։
Բայց ինչով է սա 17 տարեկանից իրար հետ է։ Այո, որ տենց ընկերություն անեն երկար ժամանակ, բան, հայ, առաջի սերս այն։ Չէ, ես միշտ սիրահարված եմ եղել անկե։ Ես էլ տենց հաստատ ունեցել եմ, իմ պապիկն ինձ դենց էր դաստիարակում, որ պետքա 5 տարեկանից 7 հոգու սիրեմ։ Որ անկարծ 6 հոգու անուն տալիս է, ասում էր ուրիշ։ Բայց պապիկը ներողություն ասել էր ամուսնանալուց հետո չի կարելի, թե ոնց ինչ էր ասել։ Այդ ես եմ բացատրել։ Դասից չէ, օքեյ, չի ասի լավ։ Բայց բացել անում է։ Ասի դու 6-ն էիր, նայր ցակում։ Իսկ դուք մի քիչ ավելի փոքր եք ինձանից, օրինակ մեր ժամանակ 15 տարեկանում չէր կարելի սիրահարվել։ Ոնց սիրահարվել, այսինքն սիրահարվել։ Ես չեմ պատկերացրել։ Քո ծնողները ինչպես էին վերաբերում քո սիրահարությանը, դա քիչ չի մի հատ էլ boyfriend girlfriend խաղալուն։ Իրականում այդ ժամանակ հենց համընկավ իմ ծնողները գնացին Ռուսաստան։ Բախտս բերես։ Ազատություն Յուրիզ եթե։ Եվ ես չէի կարող գնալ, որովհետև իմ վերջին տարին էր ավարտելու, ես պետքա պարապեի ընդունվելու համար եւ այլն, մնում էի իմ դվայրնի քուրիկի հետ մեր տանը։ Ու սկզբում այդ ընթացքում երև մի 3 ամիս որ արդեն սկսել էինք ընկերություն անել, մենոնք չգիտեին, մամաս ու պապաս, քույրիկս գիտեր, բայց մամաս պապաս չգիտեին, որովհետև չէի կարա տենց բան հեռախոսով ասեի, չգիտեմ, Մոսկվայից ոնց կգայի մի անգամ Հայաստան։ Նա ինքնաթիռը ուղիղ իջնում է ձեր շենքի տանիքին։ Շենքի լրիվ։ Հետո մամաս եկավ մի 2 ամսից ու ես պատմեցի, բնականաբար ռեակցիան շատ վատ էր, որովհետև ես սպասում էի այդ ռեակցիային, որ կասեն մենք հենց գնացինք, դու տղա գտար, ինչի տղա։ Ոտքներս քաշեցինք, դու սիրահար։ Բայց անուն արդարության թաքուն չէր, թաքուն չէինք հանդիպում։ Իր եղբորը տեսել է, այստեղ եղբայրներ ուներ։ Ահա, բայց բոլոր ավանդական հայկական քյարթու ավանդույթները պահանջվեց։ Եղբորը տեսել էի շատ լավն է, որտեվ մեծ քույրս։ Դե հա, բայց դրա մեջ կա ինչ որ։ Տեսած գիտեր, Հա, իհարկե։ ես չէի կարող տենց բանի որ քեռախոսով ասեի, որտեվ իրոք կստացվեր, որ մերոնք հենց գնացին, ես առիթից օգտվեցի, էլի։ Էլ մի հատ դու վախենում էիր, որ հետ կգա։ Դու վախենում էիր, որ հետ կգա։ Միան բան պատմեմ, ոչ մի հաղորդանը չեմ պատմել։ Ուրեմն առաջի հանդիպումը Զոնքաջից հետ։ Այդ բայց այդ սկզբի օրերը չէր մեր ընկերություն անելը։ Նոր էինք ընկերություն, մի 2 ամիս։ Մաման հենց եկել է այդ օրը ասել։ Մարտի 8 երևի տենց Հա, մարտի 6-ների տենց այդ օրերն։ Մի խոսքով ասաց մաման ա ուզում քո այդ ժամանակ հենց papan Ռուսաստան էր, ասաց մաման ա ուզում քեզ տեսնի։ Ասացի, օքեյ։ Իմ համար շատ խորթ էր, ոնց ինչ խոսամ կնոջ հետ։ Ու հիշում եմ, որ Զոնքաջից հետ Սենց լրիվ տղայական զրույց ենք ունեցել, այնց է, որ ասում եմ, սենց ինձ սաստ է, ոնց որ հաստատ papan կարող է տենց չկարանալ խոսալ։ Ինքը գրիվոյցի կին էր ու սենց կարացավ ինձ ճիշտ սաստել եւ ասել, որ քեզ լավ կպաս։ Չնայած ես ինձ շատ լավ էի պահում, բայց այդ խրատը միջև հիմա հիշում եմ։ Միջև հիմա լավ եմ պահում։ Ու ինձ էլ չթողեց մաման, որ իրանց խոսակցության ներկա լինեմ։ Լավ կպահես ինչ է չհամբուրվեք բան։ Հա, տենց ոտ երևի ինձ թվում է այդ էր։ Բայց լսեցիք։ Նամյականում, բայց արդեն համբուրվել էինք։ Արդեն ուշ է։ Տենց հիշում եմ այդ լավ տպավորվել եմ, միջև հիմա դոզան դեռ պահում եմ։ Ինքը հիշում է տարին Ժամանակ առ ժամանակ թարմացնում է։ Ինձ հետաքրքիր է, երբ որ ընդունվում էիք բարձրագույն ուսումնական հաստատություն, բայց արդեն սիրահարված էիք, իրար ունեիք, հասցնում եք համել սովորել, մասնագիտանալ, թե տենց։ Հետաքրքիր է, որ ես հիմա հիշում եմ իմ այդ տարին, դե նորեն այդ դրա միջով չի անցել, որտեղ ինքը արդեն ընդունվել էր համալսարան։ 5 տարեկանում։ Հա, 5 տարեկան համալսարան էր արդեն ընդունվել։ Ես սովորում էի քոլեջում, որտեղ խիստ էր բացակայությունները ու ես երրորդ մասի ձեյթուն ամեն օր դասի էի գնում, պլյուս 2 առարկա էի պարապում, պլյուս քննությունները քոլեջի ու նորոյի հետ պլյուս նորոն, որ այն ամբողջ գիշեր պետքա խոսած, նոր սիրահարված ժամանակները ու ես չգիտեմ որտեղից ինձ այդքան էներգիա ու ես ապրում էի մենակ, այսինքն իմ կենցաղային բոլոր հոգսերը նաև ես էի հոգում, մաման չէր ինձ կերակրում, լվացք անում եւ այլն։ Ես երրորդ տեղով ընդունվեցի ֆրանսիական համալսարան, այսինքն 50% զեղչով, ասենց կարմիր դիպլոմով քոլեջս ավարտեցի, որ հանկարծ չասեն եկավ նրան խանգարեց, այդ բանը կար։ Վախը։ Բայց Ու հիմա որ դրանց վիճում մի եք անգամից սկսեցին մազերս թափվել, ալերգիաներ հասկացա, որ ասենց մի անգամ։ Եվ նորոն լքեցին։ Բայց հանուն արդարության Մազերս թափվեց, ականներս թափվեցին եւ նորոն լքեց հանուն նրան։ արդարության որ հիմա խոսում ենք, մեկ-մեկ վիճում ենք, ասում եմ դու էիր մեղավոր, որ քո պատճառը չի հասցնում պարապեի, սովորեի նորմալ։ Հա, իրոք, միշտ քննաշրջանում մենք լուրջ կռվում էինք ու ես չէի կարողանում նորմալ պարապեի համալսարանի։ Դու չէ։ Դե ձեր պոլիտեխնիկում շատ հեշտ էր սովորելը։ Դե լավ էլի։ Այդ ժամանակ գումար աշխատում էիք։ Ես չէ։ Այդ երբ էր, որ թիվներ։
մի բա ես մեքենա էի բերում, վաճառում, դալալ էի, որտեղ ուրիշ այդ բան արագ գումար վաստակելու միջոց չկար, իսկ այդ շատ արագ միջոց էր։ Այդ 19 թվին ով զբաղվել է այդ գործով կհասկանա, այն որ 7 տեղանի մեքենաներ էինք բերում, վաճառում էինք Ռուսաստան կամ Ղազախստան։ 8 տեղի 7 տեղ։ 8 տեղի տակ։ Ասում ենք 6 տեղանի առնում ենք, 7 տեղ ծախում ենք։ Չէ, սկզբից հիշում եմ որ տիդաներ են բերել, ես ես վերջից get contact եմ արել, իմ համարը մոտարպես մի 200 հոգի գրել է նորո տիդա, ասի հա էս լավ հույս է, մի 6 հատ տիդա ունեի, Nissan տիդա, հետո մի ոչ եմ մի խոսքով ես մեքենայի գործ էի անում, մինչև մոտ մի 20-21 թիվ։ Իսկ այդ գումարը, որ աշխատում էր, օրինակ մտածում էիր, որ անպայման պիտի ինչ-որ մի բան անես Լուսինեի համար, հա, առաջի անգամ բերել եմ Opel, մի հատ Opel արա, այդ վաղ շուտվանից հավաքած, նո, շուտվանից հավաքում էի, մի հատ $1600 էի հավաքել։ Գնացինք իշխում Վրաստան, աղբորս հետ 1650 էր, $1650-ներ տենց ջարդեցինք, $1600-ով առա, այստեղ ռաստամոշկի փող չունեի հələ։ Մի $300 պետք է տա ռաստամոշկին, բայց հասցրեցի այդ ժամկետում ծախեցի։ Մոտ մի $600 կարծեմ այդ մենակ այդ մեքենայից փող եմ աշխատել։ Լուսնին շուբա առա, մտածում էի կարելի է այտենց առնել նաև իրեն։ Իմ 18-ամյակներ ու այն ժամանակ բաներ, տրենդային էր, սենց բաներ կային, սենց մորթուց անթև բաներ կար, սենց բադիկի են բանով սենց։ Դրանից էր ինձ առել, հավանել էի, տեսել էի ընկերուներիցս մեկի մոտ ու ես սենց շոտ էի, հուզվել, որ ինքն առաջին այդ աշխատած գումարը չէր ափսոսացել։ Իհարկե ամբողջը չէ։ Հա, կեսով ինձ էր նվեր առը, կեսով պապայիդ։ Պապայի համար էլ բիզնես ուներ, իր այջի համար պոլիտեխնիկից մի ծրագրավորողի տվել էի, որ տենց սայթ հավաքել, կայք պատրաստել։ Ինչա, իսկ վերջին նվերը որ արել ա որն է եղել։ Երևակայական նվեր, ասեց քեզ MacBook եմ առնելու, ուզում եմ առնեմ, դեռ առնում եմ։ Դա իմ արտյունի նվերն է։ Դե բոլորս գիտենք որ Դուբայի հետ կապված խնդիրներ կա, Դուբայից էի առնելու։ Ես Ամերիկայից ծանոթ ունեմ կբերեն։ Մյուս երևակայական նվեր մեքենան է 22 թվից։ Բայց ես դրանք հենց վարորդական իրավունք ունենաս, մեքենան իմացի։ Վերջին նվերը լավ, ապրիլի 7-ին ինչ որ շարվար էի առել, ասի ես կառնեմ։ Այդ նվեր լավ է, լավ է։ Փողն ես տվողակի։ Ինձ հետաքրքիր են ձեր կռիվները։ Մենք արդեն կռվում էինք, մի քիչ Չէ, էր դե լավ, մնացել։ սա դեռ շատ սաղմնային վիճակ էր, կռիվ չէր։ Ինձ թվում է որ ինչքան Մի քիչ էլ խոսենք, 26 տարեկան եք, բայց 10 տարի է իրար ճանաչում ենք։ Բաներ կա, որ արդեն գիտես ինչի համար ասում, մանավանդ ինքը ես օրինակ մի քիչ բռնկում բնավորություն ունեմ, կարամ շուտ բռնկվեմ, ինչ-որ մի բան ասեմ, որ հետո փոշմանեմ, ասեմ դրանք կներես։ Վատնենա ես էլ։ Հա, վատնենա ինքն էլ, ու մենք մի քիչ իրար ճանաչելով կարող է կողքից մեկը տեսնի, ասի ես մարդիկ դիժեն, ես ինչ ձև են խոսում կամ ես ինչ ձև են կոնֆլիկտը տանում, ես ինչ շուտ բարիշեցին, բայց ո մենք իրար ճանաչում ենք շատ լավ, ինձ թվում է այդ օգնում է, որ սենց շուտ կռվենք, երկուսս էլ հանգստանանք ու էլի շուտ հետ բարիշենք։ Okay։ Կա մի պատմություն, որը տես ձեր չարաճճիություններից է ու շատ քչերը գիտեն։ Մի պատմություն չէ, շատ կա։ Բայց չենք էլ ուզի իմանալ։ Մենք շատ ես ընդհանրապես Վերիկ կացել հասել եք այստեղ։ Չնշանակում չենք ուզի իմանալ։ Դե լավ էլի։ Դե լավ այն մեկը։ 1002-ին ենք եղել։ 1000 մարդ մեզ ճանաչում։ Չեն դեր ենք արել էլի շատ բաներ։ Ինչ պատմենք։ Գողությունը հեչ։ Գողություն արել ենք, եթե հեչ։ Մի անգամ Լուսինեին ասում եմ, որտեղ էինք, Ֆլորենսում։ Ասում Հա, ես շատ եմ գողություն անել։ Մի անգամ եղել Բարսելոնայում 16 տարեկանում սուվենիր էի գողացել, հիշում եմ որ տենց բան ունեի, էլի, չէ 16 չէ 14։ Ինչ շատ էին պատմել, որ Եվրոպայից ինչ-որ փոքր սուվենիրներ են գողանում եւ այլն, ու $1 սուվենիրը գողանաս, էլի։ Գողություն անելու զգացողություն այդ պահին ոնց է, ու ես շատ եմ ուզում փորձեի, ու ես իբր մոտ ասում բելա էջանիշ գողացա, մի հատ էջանիշ գողացա 1 եվրոյանը, ցենց ուղղակի այդ պահն էր հետաքրքիր։ Եվ հասկացա, որ ինձ տենց բաներ չի կարելի, բռնվեցիր։ Չէ, ինձ իմ մոտ այդ ուղղակի բումերանգի էֆեկտ այնքան արագ է, մենք մի 120 եվրո տուգանվեցինք հենց այդ օրը, որովհետև գնացի տոմսերը։ Ես էլ եմ տենց հաստատ եթե ինչ-որ մի հատ բան անեմ, որը իմ մտքում ասում կարող է սխալ էր, հաստատ մի անգամից այս տիեզերքը հետ է ուղարկում, ասում Դեմքիդ ծրկես։ Ինձ մոտ տպավորությունը, չգիտեմ, ճիշտ տպավորությունը թե ոչ, իհարկե, յուրաքանչյուր ընտանիք ունենում է իր հոգսը, իր խնդիրը, իր կոնֆլիկտը եւ այլն, բայց գոնե առաջին շերտում տպավորություն ունեմ, որ ձեր տանը ուրախ է։ Հա, ես Տեսեք շատ ուրախ է, ճիշտ եմ զգում։ Երեկվա էմոցիա եմ տալիս, ձեզ որ վիդեո եմ նայում, բլոգեր հայտնի աղջիկ ասում է
մի հավատացեք այդ ընտանիքներին, որ տենց իրանց ուրախ են ցույց տալիս, շատերը իրանց հոգսերն ունեն, ու այդ ինչ-որ տենում եք այդ մի քիչ fake է, չի կարա տենց լինի բան, ինչ-որ չափով բարձր համամիտ եմ ու վստահ եմ, որ շատերը տենց են։ Ես էլ եմ կիսում նույնիսկ այդ կարծիքը, ասում եմ, կարա նենց լինի, որ ձեր տան օրինակ տենց չլինի, ինչ-որ բաներ, որ տենում եք կոնտենտով, որ 21 տարեկան երեխան արդեն տունը առել, չգիտեմ, մամային տանում է Դուբայ, բան, սենց այդ կարա ձեր տունը չլինի, բան։ Բայց հետո հա, իրականում կարա ձեր տունը չլինի, շատ նորմալ է։ Մի րոպե, այսինքն ստում է։ Չեն ստում, բայց որ ցույց են տալիս այդ իդեալական կյանքը, ուզում ասեմ պետք չի համեմատվել իրանց օրինակ պետք չի վերցնել։ Հա, Բայց շատ ժամանակ դու չգիտես, չէ՞, օրինակ այդ 21 տարեկան տղան ինքն իր գումարվա, այդ առը իրան կարող է օգնել Ոչ թե ստում են, ուզում ասեմ կարա մի քիչ ուրիշ ձև, ուրիշ ակնից նայեք։ Չեմ ուզում ասեմ ստում են, հնարավոր է ստում են։ Ոնց է մեղքի զգացում առաջացնեն այն մարդկանց մոտ, ովքեր 21 տարեկանում որ շատ ավելի շատ դեպքերում է, օրինակ չեն հասել այդ ամենին, որտեղ Պետք է նորմալիզացնել այն ինչը որ այտենց գերագույն վիճակա որ կարելի է այտենց հասնել։ Դուք ձեր տունը առել եք։ Չէ։ Մերը պապասա։ Ծնողներն են մեր բան, այսինքն մենք մեր առած տունը դեռ չունենք, մեր գումարը։ Այո, մենք հավաքում ենք, խափում ասում ենք չունենք, փող, որ մեզ դեռևս այդքան կա։ Դեռ փողն են այդ տանը ապրել։ Եվ ուզում եմ ասել, որ հետո sense մի տեսակ իմ մտքում ասում, բայց մի վարքյան ասում, մենք իրականում այտենց ենք անում, այն ինչ որ ցույց ենք տալիս, այտենց ապրում ենք, ոչ sense մեզ է կողքից նայում ասում sense երջանիկ ընտանիք է երևում, երեխեքի հետ, ծնող Լուսինեն իմ մամա-պապայի հետ հարաբերությունները իմ աներ Զոքաչի հետ գերական հարաբերությունները sense կինոյի ընտանիք է, կինոյի լավ sense ասեմ, ֆիլմի ընտանիք է, ասում եմ, բայց այդ sense է, վերտուրը ոնց կարելի ասել, որ մի նորմալիզացրեք կամ կարող է fake չի, բայց վերը հենց այն է ինչ որ ցույց ենք տալիս, այդ անկեղծ եմ ասում, մի քանի բան հələ չենք հասցնում ցույց տան կամ մտածում ենք Օրինակ ես չեմ սիրում շատ ցույց տալ, որ իմ ու Նորոյի հարաբերությունները իդեալական են կամ իր ծնողների հետ, որտեղ այդտեղ հասկանում եմ, որ այդտեղ գալիս է այդ fake-ը, որ հիմնականում փորձում են այդ իդեալական ցույց տալ, դա այդպես չի լինում։ Ոնց որ դրա կարիքը ունենաս, որ մարդկանց ապացուցես, որ իմ ընտանիքը իդեալական է, իմ ամուսինին շատ է սիրում, տեսեք բան։ Ես փորձում եմ նենց անել, որ սենց մեր առօրյա վիճակը երևա, ոչ թե Նորոյի իդեալական կողմերը կամ իր ծնողների կամ իմ ծնողների, ինչքան ցույց եմ տալիս, դրանից լավ է իրականում անկեղծ, ու սենց իսկապես ուրախ է մեր տունը, կարծում եմ այդ ներդաշնակության պահն է ու մի ուղղությամբ նայելն է իմ ու Նորոյիս կյանքին, թե ինչ ենք ուզում մենք այս կյանքից, պատկերացումները, թե կարիերայի հետ կապված, թե ընտանիքի ու այն որ մեզ համար ի սկզբանե որոշված է եղել, ու ինձ թվում է այդ գալիս է նաև իրար սիրելուց, որ ամենակարևորը ես ու ինքն ենք, մեր ընտանիքն է, մեր որոշումներն է, մենք շատ հարգում սիրում ենք մեր ծնողներին, բայց ոչ մեկ իրավունք չունի մեր տարածք մտնի այդ առումով, այսինքն մենք իրար ենք պաշտպանում միշտ։ Ու այդ դեպքում ինձ ամեն մեկը իր տեղում է մնում նաև ու հարաբերություններն էլ ընտանիքի ներսում, երեխաների հետ լավ է լինում, էլի։ Շատ սիրուն է հնչում եւ հիմնականում սիրող զույգերը հենց այսպես են խոսում, բայց այս բաժնի վերջին հարցը տա մի քիչ սառացնցուղան եմ, էլի, սիրում եմ այդ կոնտրաստային։ Գնացել։ Բայց չկա վախ, որ սենց խոսելուց եւ սենց ցույց տալուց հետո, որտեվ շատ մարդիկ են, չէ, որ ցույց են տվել իրենց սիրուն ընտանիքը, տունը եւ այլն, մեկ էլ տարիներ հետո լսում ես, որ այս մարդիկ էլ իրար հետ չեն։ Ու մեկ էլ օրինակ եթե բլոգերի տեսանկյունից ես նայում, հետ ես նայում, հասկանում ես, որ այն ինչ որ խոսել ես, իրականում չասեմ սուտ է եղել, բայց էլ արդիական չի այսօրվա համար։ Այդ վախը չունեք։ Ես ունեմ անկեղծ այդ վախը։ Ես ոչ թե վախ ունեմ, այլ մտածում շատ նորմալ է դա։ Ես հիմա սիրում եմ այդ էմոցիաներն ունեմ, ինչ որ ասում եմ իր մասին, Լուսինեի մասին, թե ընտանիքիս մասին, գիտեմ որ ճիշտ եմ ասում։ Եթե հետո որոշեմ, որ այն թեման, որ օրինակ համար բաժանվել ենք կամ իրար հետ չենք, դա էլ արժի հրապարակել խոսել, այդ ժամանակ այդ թեմայով անկեղծ կլինեմ։ Ինձ թվում է նորմալ է, որ ցույց տաս, հետո էլ բաժանվեն, ասես, էլ չենք սիրում իրար, էլ չենք սիրում, դա էլ է նորմալ։ Ու հետո կարծում եմ ոչ մեկս ապահովագրված չենք այն բանից, որ կարա ինչ-որ խնդիր առաջանա ընտանիքում, որ հանգեցնի բաժանության, ու ես էլ չեմ մտածում, որ մենք դրանից ապահովագրված ենք։ Իհարկե, ասենց ասած, տարիների հետ հասկանում եմ ավելի,
իմաստնանում եմ, որ լիքը բաներ, որ առաջ իմ համար քառակուսի էին ու քառակուսու մեջ պետքա սա այսպես լիներ, նա այնպես թե չէ կբաժանվեմ եւ այլն, հասկանում ես, որ դա այդքան էլ այդպես չի, երբ որ դու արդեն ընտանիք ունես ու ինչ որ տեղերում զիջումներ պատկերացնում ես, որ կարա լինի հանուն ինչ որ բանի, բայց իրականում ինձ թվում է ոչ մեկ ապահովագրված չի ու այդ չի նշանակում, որ առաջ չի եղել այդ սերը, որը ցույց են տվել։ Այդ նորմալ է, ասենք ընկերոջ հետ է կարա լինի, որ մեկի հետ ընկերություն ունես, քո ամենամոտ մտերիմ ընկերը լինի, մի պահ սկսեք ինչ-որ բանի պատճառով բաժանվեք, այլ ընկերություն չանեք, ամենամոտ մտերիմ ընկերոջդ հետ խզի հարաբերությունները ինչ-որ մի խնդրի պատճառով։ Ու չպետք է զղջաս որ այն ժամանակ ասել ես իմ մոտիկ ընկերն է, չէ, էլի քո մոտ ընկերն է, ուղղակի այս բանը չեք շփվում կամ չունեք հարաբերություն։ Լավ, եկեք լավ բաներից խոսանք։ Cheers։ Իմը համարյա վերջանում կարող ես թարմացնել։ Թարմացրո խնդրում եմ։ Այս լավ չի ոնց որ Սկիզբը, Այլ բիտոն ես Ինչ նա կվայելի իր շամպայնը, ես կբերեմ մեր հաջորդ ուտեստը։ Դու ապրում ես առանձնատանը կամ ունես ամառանոց եւ տանիքդ շատ հին է, ասբեստից է կամ էլ վնասված է։ Իսկ դու մտածել ես, որ ճիշտ ժամանակն է, որ փոխես կտուրդ։ Իմ սիրելի գործընկեր Կտուր AM-ի հետ։ Կտուր AM-ը առաջարկում է քեզ ձերբազատվել ավելորդ քաշքշուկից եւ տանիքը փոխել շատ հեշտ, ընդհանրապես զանգահարել 8128 կարճ հեռախոսահամարին, Կտուր AM-ի պրոֆեսիոնալ աշխատակիցները կկապվեն բանկի հետ, կստանան քո վարկի հաստատումը եւ կանցնեն գործի։ Եւ շատ կարճ մի քանի օրվա ընթացքում դու կունենաս նոր կտուր, այնպես որ ժամանակն է զբաղվել շատ կարեւոր մի գործով՝ փոխել կտուրը Կտուր AM-ի հետ միասին։ Պատրաստելու եմ կեսար աղցանի իմ տարբերակը։ Հավի կրծքամիսը տապակում ենք։ Պատրաստելու եմ այսբերգով։ Եթե ժամանակ չունեք ինքներդ պատրաստելու կեսարի սոուսը, ապա կարող եք խանութից պատրաստին գնել։ Ես այդպես եմ արել այս անգամ։ Երբ հավի կրծքամիսը գրեթե պատրաստ է, ավելացնում ենք կարագ, սխտոր, մի քիչ ուրց, կտրատում եմ լոլիկ, լորիձու և հյութալի կրծքամիսը, պարմեզան պանիր, իմ պատրաստած չորահացերը, Շնորհակալ եմ շատ, բայց ես քաղցած չեմ ուզում։ Այսինքն, նորո, ոնց քաղցած չես։ Հերմինե, ուղղակի։ Այսինքն դու արդեն կերել ես։ Հերմինե, սենց ինչ դու ես մտածում, մի վայրկյան։ Որտեղ ես կերել։ Հերմինե, Իրար հետ եք կերել։ Չէ։ Դու էլ ես կերել։ չէ, Լուսինեն կապ չունի։ Ինչ ես կերել ու որտեղ ճիշտն ասա նորո։ Ախր, Ես հարավոտից տաճվում եմ։ ախր, Ես հարավոտից գազը ջախի մոտ տարապում եմ ու վառվում եմ, որ դու գազած ես կերել ես։ Հերմինե, մի վայրկյան լսիր, խնդրում եմ։ Նորո որտեղ ես կերել։ Մենք Իրականում- իրար հետ էլ չենք կերել ախր։ Քո հետ չի կերել։ Չէ։ Նորո, Ինձ մի վայրկյան ժամանակ տվեք, ես կբացատրեմ ամեն ինչ։ նորո դու ունես 5 վայրկյան։ 1, Ես 2 նորո։ ես ռեստորանում եմ կերել։ Ինչ։ Ռեստորանում եմ կերել։ Ոնց թե ռեստորանում ես Հա, կերել։ ռեստորանում եմ կերել, ու ինչ։ Ոնց։ Ախր ես քեզ ասել էի որ գալու ենք ստեղ, առանց ինձ մենակով գնաց է կերել ես։ Ախր ռեստորանում, Լեցու ես պետք է խմեմ։ ռեստորանում էլ կար տակար գինի։ Տակարը թող լինի էլի սա մեր պլեյսմենտը։ Տակար գինի։ Ամեն ինչ հայկական սերիալների մասին։ Ես արդեն ուզում եի լացել։ Ամեն ինչ վատ դերասանական խաղի մասին։ Եվ այն մասին, թե ինչպես կարող է նկարանվել հայկական սերիալները։ Բայց ինչ Բայց այ իրականում տենց անես նկարում։ Ես տեսել եմ backstage-ներ, որ ասում է դուք ասես, այս ինչ բան է, դուք ասես, այս ինչ բան է։ Մյուզիկա է պետք մի հատ նախ։ դե մենք կդնենք մոնտաժի ժամանակ։ Այն գիտես որ մյուզիկը ձեր են։ Հա, Որ բոլոր սերիալներում կա։ Այո, գրել ենք Սունոին, AI-ին գրել ենք այն բոլոր սերիալների մյուզիկա Հայկական պետք է։ սերիալների։ Գրել ենք տվել է ու նկարել ենք ու դրել ենք ըստ սիտուացիայի տակը։ Գրում ես ինչ պահա, միանգամից արտադրում տալիս է։
Ես կուղարկեմ ձեզ մեր։ Հետո մեր սերիալի հավեսն է, որ մի սերիայում կարող ենք նկարենք այնքան բան, որը որ լինելու է հայկական սերիալներում մոտ 100 սերիայում Կամ 200։ կամ 200։ Ես առաջարկում եմ փորձենք ու տեսնել եւ անդրադառնանք արծվի թևերին։ Այս ո՞նց ասեն սիրուն։ Ես պատրաստել եմ կեսար աղցանը, բայց այսպես շերտերով, իհարկե մենք չենք խնայի, այսպես կկտրենք, կխառնենք, որ սոուսը խառնվի։ Ես անպայման պետք է նայեմ ոնց եք պատրաստել, որովհետեւ չեմ հավատում։ Շատ ինչ-որ Կաղամբը շատ սիրուն Շատ սիրուն է, էլի։ Խնդրում եմ, մի հատ հեռախոս, մի հատ ո՞նց կարելի է ասեն սիրուն պատրաստել, հասկացանք համեղը։ Քեզ չի վատ սցենարներ են գրում, մենք չեն հավատում իմ անկեղծության, հələ մի րոպե։ Ու եթե ես հիմա քեզ ցույց եմ տվել, քո մի սերիայում իմ մասին պետք է պատմես։ Ահա։ Տես, հիմա այս ով է։ Նայ։ Ով դրեց չորահացը։ Իդեպ իմ պատրաստած չորահացը։ Էդ էլ ասեմ իմանաս։ Նայ, չէ, թե դու չես հավատում։ Եթե դու ինձ չես հավատում, ասեմ, տես, ես եմ տապակել հավի կրծքամիսը։ Մոլոդեць, փաստորեն բացի որ Վիրավորված եմ եւ չեմ։ բացի որ շատ համեղ է, նաև դե լավ դե վիզուալ տեսքը ճաշակի հարց է։ Դու կարող ես ասես սիրուն է։ Ես մտածեմ սիրուն չի, բայց ես մտածում շատ սիրուն է իրականում, այդ է մեկնաբանը։ Շնորհակալություն ապացույցների համար։ Ուտելիքը այսքան գեղեցիկ Եվ շատ համով է սոուսը։ Հա, այս սոուսը պետք է խոստովանեմ, ես գնել եմ խանութից։ Լավ, փորձենք։ Դուք հասցնում եք Էրմինե ձեր ընտանիքի համար նույնպես պատրաստել։ Այո, ոչ միայն իմ ընտանիքի, այլ նաև իմ ընկերների համար, իմ մտերների։ Նրանք բոլորը սովորել են, որ կարող են գալ իմ տանը Խնդալու բան ասեմ, բանը, դե որ հյուրերը չեն ուտում։ Պահում ենք Պահում եւ ենք, երեկվան գրանցում եմ ընկերներից։ Ավելին ինձ ասում են, նենց կանես, որ իրանք հաց չուտեն։ Ես չեմ կարողանում այդպես անել։ Ոնց է որ դուք սկսել եք, ես դեռ չեմ կարողանում սկսել, հələ մի Ես եմ խառնել ուղակի։ Լավ։ Եվ հետը առաջարկում եմ, որ անպայման վայելենք տակար օրգանիկը։ Սա օրգանական գինի է, առաջին սերտիֆիկացված գինին, հայկական, որի ամբողջ ցիկլը հենց օրգանական տարբերակով է մշակվում։ Ես շատ եմ սիրում այս ֆրազան, պետք է ասեմ, անգամ մոլախոտերը գառնուկներն են ուտում։ Վաու։ Պատկերացնում եք։ Մեզ համար։ Ես արդեն խմում եմ։ Լուսինեն որոշեցինք անոթ։ Լուսինինը որոշեցի ես ուտեմ։ Լուսինեն չհավանեց։ Օ, ես ընդհանրապես չավանեցի։ Ընդհանրապես համով չի։ Կասեի ես, եթե ամբողջ կերած չլինեի։ Շարունակում ենք մեր զրույցը եւ ուրեմն երբ որ ես առաջին անգամ տեսա արծվի թևերը, ես հասկացա, որ այս միտքը վստահաբար շատերը ունեցել են, որ մի փոքր այսպես հումորային, մի փոքր ծաղրով ներկայացնեն հայկական սերիալները ինչպես են նկարահանվում։ Բայց թերևս երևի միայն արծվի թևերն է, որ այսպես ամբողջությամբ որպես սերիալ նկարահանեց եւ ունեցավ հաջողություն։ Մի հատ եկեք սկզբից սկսենք, էլի, որտեղից եկավ միտքը։ Բայց շատ կարևոր նկատառում։ Այո։ Ես մեր թիմին, բոլորին զգուշացրել եմ եւ տեղեկացրել եմ, որ սա հումորային չի եւ ոչ մի տեղ մենք պրիզնատ չենք եկել դա։ Առաջ անգամ դու ես ասում։ Լավ։ Մենք ասում ենք սա հումորային չի։ Մենք անում ենք այն, ինչ անում են բոլորը։ Ինչ կարողանում ենք։ Հա, հեսա մեր համար sense պիտի լինի։ Ու եթե կնկատեք ինչ-որ տենց ուղիղ կատակներ չկա, ուղիղ խոսք չկա, որ չգիտեմ, սմայլիկներ նույնիսկ չկա տեքստում, որ սա կատակ ենք անում։ Այդ անում ենք այն, ինչ տեսել ենք, այսքան տարիներ ինչ ապրում ենք։ Ու ինձ թվում է հենց այդ է մարդկանց դուր գալիս, որ մարդը կարող ասես լուրջ դեմքով, շատ լուրջ անի բան, որը մարդկանց մյուսների մոտ, adekvatների մոտ հարցեր առաջացնի։ Չեմ ասում adekvatներ, որովհետև շատ մարդիկ իրականում վստահ եմ հենց հիմա մեզ նայող չգիտեն, որ դա ընդհանրապես սարկազմիկ է կամ հումորային բնույթ է կրում, շատերը չգիտեն։ Ասացիր։ Շատերը չգիտեն։ Ինձ դուրսը մոտենում են, ասում են, նենց է դուրս գալի, ասում են Նորո ջան, այդ լուրջ սերիալները քոնը չի։ Քեզ մենք հումորի մեջ ենք պատկերացնում, որ ոնց որ այդ ես քեզ նայում եմ այդ լրջությունը չեմ տեսնում, ասինքն կուզեի հումորային բանի մեջ խաս, ասում եմ
Շատ ճիշտ է, այդ սերիալները, բան ասում են, այո, ես հենց այդ էի ուզում։ Ուզում եմ որ դուք չհասկանաք, ով չի հասկանում, դուք չհասկանաք, հենց այդ էր պետք։ Բայց դա պարզ է, լավում ենք խափում, առաջին անգամ կասենք, որ դա իհարկե հումորային է, ոնց կարա հումորային չլինի։ Բայց վատ է, որ շատերը չեն հասկանում, այդտենց ուրեմն կինո արտադրություն ունենք մեր մոտ։ Մի վարքյան, բայց արի չմոռանանք հարցը։ Միտքը ո՞նց եկավ։ Միտքը ոնց եկավ։ Իրականում շատ վաղուց մտքովս կար, որ անել գծային ինչ-որ բան, որ իմանայի գծային ինքը գնալու է Instagram-ով։ YouTube-ի մասին դեռ ընդհանրապես խոսել չկար, էլի։ Ու այս վերջերս որ մոդա անգավ AI սերիալները ու հասկացանք անկեղծ էսենց մի անգամից գաղտնիքն եմ ասում ամբողջ մարքեթինգային։ Երբ որ ես տեսնում եմ որ մարդիկ ինձ թեկուզ իմ ընկերներից ուղարկում են այդ AI ոնց է պամիդորը բանանի հետ ամուսնացել ծնվել է ելակ, ասում նայեք, դրամատուրգիա, այսինքն տենց ինչ-որ կարծին կա, գեղեցկություն չկա ստեղ։ Okay, ստեղ չկա դերասաններ, ստեղ մենակ սցենար է։ Այսինքն մենակ մարդկանց հետաքրքրել է այն, որ կարա բանանը ելակի հետ ամուսնանա ծնվի ձմերուկ օրինակ, այսինքն այդ կոնֆլիկտները կենցաղային ու սպասում են տենան խիա ձմերուկ ծնվի։ Հասկացա որ իրանց սցենարն է ավելի հետաքրքիր, որը ավանդական կինոյի սցենար է։ Ու որոշեցինք, որ հենց ամբողջ իմաստը դնենք սցենարի վրա, որ սցենարը նենց լինի, որ ավարտվի ինտրիգով, սկսվի հուկով, որ, չգիտեմ, լինի ավանդական հայկական, որ մարդկանց ոնց որ տեսել են, սիրել են, ինչը որ մարդկանց միշտ հետաքրքրել է։ Հետո այդ պայն ուզում էինք ոչ դերասաններով նկարեինք։ Հետո ինչ-որ մի պայ որոշեցինք, ասենք գրել սցենար, ասենք ափսոս է, այ դերասանների նկարենք։ Հիմնականում, եթե 90%-ը ասած ասեմ, մեր ընկերներն են նկարվել։ Չեք վճարում։ Կարելի ասել չէ։ Կարելի ասել չէ, կարամ ասեմ չէ, նույնիսկ ում շատ շնորհակալ եմ ում Էմային, Կարոյին, Մարտինին, Նինային, իհարկե շատ շնորհակալ եմ։ Իրանք ուղղակի sense լսել են իդեան, ասում են թույն բան ես մտածել, մենք քո հետ ենք։ Այդ բան ֆինանս կլիներ թե չէր լինի, իրանց հետաքրքիր չէր։ Այդ նշանակում է այդ մարդիկ անվճար են նկարվել, պատրաստ են եղել գաղափարը իմ հետ կիսեն։ Շատ շնորհակալ եմ նաև ինդիվիդուումի մեր մասսայական դերասաններին, ում շնորհիվ ես եմ հաճույք ստացել ֆիլմից, որ նայում եմ, մենք կերպարներ ունեինք, որ sense պաշտում եմ իրանց մեր քննիչի կերպարը, չգիտեմ, ես եղբայրամը չեմ հիշում, եթե հանկարծ ես հաղորդում նայում ես, խնդրում եմ գրի էլի, ես կուզեմ մենք շարունակենք իրար հետ աշխատել։ Ու մի պահ սկսեց, ինչը նշանակում է մենք շատ բյուջետային ենք իրականում ամեն ինչ արել։ Ամբողջը կազմակերպել է ադմինիստրատիվ հարցերը, ոնց որ ես ռեժիսոր էի, կարելի ասել ռեժիսորի օգնական ամբողջ sense օգնել է ինձ այս թեմայի մեջ Նարեն Բաղդասարյան, իմ լավ ընկերն է, ու sense Նարեի հետ ասել ենք ինչը կարանք մաքսիմալ բյուջետային, պապայիս ավտոյով, չգիտեմ, հորոխբորս էս ինչ ֆորմայով, ընկերոջս ոստիկանի ֆորմայով, էս մեկի, չգիտեմ, օֆիսում, կաբինետում, ակես տենց է եղել, այդպես նկարել ենք։ Իմ սարոջկան, քո շորը, քո ականջողը թող դնի, մամայիս էս ինչ բարիկը, չգիտեմ, ինչ որ այսպես հավաքել ենք երեխուս զենքը 10 տարեկան երեխա պետք ոչինչ, թող 4 տարեկան իմ տղեն խաղա։ Շատ օքեյ է։ Ինչ եղել է լավ շատ օքեյ է, մի բան կար որ խնդիր էր, այսինքն թե ֆինանսապես էր խնդիր, թե նաև հեսա կհասկանանք որ տեխնիկապես, երբ որ տեսան ունենք, հենց ամենասկզբից պետքա որ մարդն գրել ավտոյի մեքենայի տակ, ոստիկանի ավտո, մատ սիտո պետք է, չէ, այդ ատմոսֆերան որ սյոտակի պետք էր։ Ու մենք գնացել ենք նկարելու տեցի կրուգի ինչ որ տենց չոլում ու զգում եմ նայում կամերով չկա էլի այդ ատմոսֆերան, մենք լենտա ենք առել ու վсё, ոչ մի բան չունենք ուրիշ։ Այդ բանը ասում եմ դե լավ դիրեկտ տվեք նկարենք։ Չկա, ես զվուկերով բան կտանք։ Մեկ էլ գալիս է ու 10 տարի առաջ այդ ֆլեշբեքը պատկասի գալիս է 07 ոստիկանական։ Ինչ եք անում։ Ասում եմ մարդ հանգած չեմ։ Այդ բանը պատկասեք մարդը ընկած է գետնին, լենտաներով փակած։ Ասում եմ այս ֆիլմ եք նկարում, բան եք նկարում Instagram-ի համար, կներեք մեզ բան, մտածում եմ հեսա ասում եմ մենք ձեզ ինչով կարանք օգնենք։ Ոայ, ասում եմ, ի՞նչ բախտ էր, ոնց կարելի է սենց բախտ ունենալ։ Ասում եմ, դուք սենց մի հատ ռազմարոտ արակ կանգնի լույսերը դու եք գցի մեքենայի վրա, ու այդ ամբողջ տեսարանը սենց դարավ։ Զարգացեք սցենարով վերածեր
բան բոլորի գլուխը դնում են կապոտին։ Գնաց էր ոնց որ մենք չենք գրել, մենք ենք գրել, բայց ասես գազա գլուխը դնում են ոստիկանության այդ մեքենայի վրա, բան չունենք ավտոբան, այս բանը եկավ իդեալական ամեն ինչ կանգնեց։ Տղեկին շատ շնորհակալ ենք, ոչ մի բան չենք ասի ուրիշ, որտեղ ոնց հասկանում իրանք չէին ուզի երևար համարները, բան։ Բնականաբար նախ չենք նկարել, հա։ Մնացածը նկարել ենք ինչ պետք է, շատ օգնել են մեզ։ Մնացածը ընկավ իր հունով գնաց։ Հիմա այդ ձմերուկի բանանի եւ այլնի արդյունքում եկավ մտահղացում, որ կարելի է նկարել մարդկանց ավելի հետաքրքիր է սյուժեն։ Ինչ ուզում ես արա, սյուժեն լավը լինի։ Վատ կխաղան, լավ կխաղան, ոնց կնկարես, կարևորը սյուժեն հետաքրքիր լինի։ Այս իդեան, որ ունեցար, Լուսինեն հետաքրքիր է, ինչպես արձագանքեց Լույս ջան, հավանություն տվեցիր, թե սկզբից ասեցիր դե լավ չէ, ինչ ես մտածել արի։ Չէ, հավանություն տվել եմ։ Ես իր իդեաների այն առաջին մարդն եմ, ում հետ կիսվում եմ, ու ասենց ես միշտ աշխատում եմ մանավանդ եթե հավատում եմ դրան, պահեմ այդ իդեան, նորոն ասենց քայլող կրեատիվություն է, ինքան անընդհատ ասենց իդեաներ է գեներացնում, անընդհատ այդ գաղափարներ, ու այս գաղափարներ, քանի որ ես ինքս շատ սերիալ նայած մարդ եմ, ու այդ հայկական սերիալ ու սյուժեներին sense full տիրապետում եմ, ու նաև գիտեմ թե ինչն է հետաքրքիր հանդիսատեսին, այսինքն ես չեմ նայում որպես սպառողի աչքերով, էլի sense ընդհանուր ոնց որ ոնց են ասում, մի խոսքով հավաքագրում եմ այդ ամենը sense-ի մեջ, նորեն ասի օրինակ կարաս sense բանով սյուժեով ունենաս, կարաս sense սյուժեով ունենաս, կարաս այս գյուղից աղջիկ են sense պատմում եմ, էլի sense, ու տենց կանգ առանք այս տեսակի սյուժեի մեջ, էլի, որ ավարտը sense ասես ինչի եմ տեսել հայկական սերիալներ։ Ես ընդհանրապես չեմ նայում, չէ։ Հայ, իմ օգնությամբ։ Պատճառը Լուսինեն է եղել։ Անկամ դա մեր կռվի թեմաներն է հաճախ լինում այդ հայկական սերիալները, որ ինքս ասում ես ինչ ես նայում։ Բայց ինչի ես նայում։ Չի նայում։ Իսկ թափվում ես։ Չի նայում, խնդիրը դա միացնում է։ Ես ասում մի միացրա, չի նայում, միացնում է ու գնում է խոհանոց ամանալվում, գնում է իր գործով, ես ստիպված, ես չեմ կարող միացածը չնայեմ, ես ստիպված նայում եմ։ Հետո հաջորդ օրը գալիս ենք տերում նույն բանը միացած, ասում եմ հեսա այստեղան սենց ալնելու, էս վարելու են, չի վարվելու, որտեղ պարզ է դե գլխավորելուց դեր չէր վարվելու, այն առաջի սերիայից վարում։ Կապով հոջային վարելու։ Ու ես բացատրում իրան արագ ասում սենց արի, ասում ես չեմ նայել, ասում երեք է ամանները լվալուց նաուշնիկով երեք լսում ու էսի նայում։ Իսկ սցենարը ով է գրում ձեզանից։ Այս սերիալի, հա, սերիալը ես ու ընկերս ենք գրում, մենք շուտվանից աշխատում։ Լուսինեն կոնսուլտանտն է։ Լուսինեն կանչում, ասում եմ, մի հատ նայ, էսի եղածա, չէ՞։ Ու բան եմ պատմում, ասում եմ, հա, դե, հա, այսօր էլ կանչելով ասում եմ, նա ցենց բան եմ պատմում սյուժետ։ Մոնիտորինգ եմ անում վերջում։ Հա, ինքը որպես հայկական նայած մարդ։ Ու իրականում ես չի մենակ հայկականին ենք ձեռ առնում, այդ անում ենք ռուսերեն, հայերեն չգիտեմ ոնց կնչի, զրյա ոնց որ անիմաստները, որ արդեն անիմաստ է դառել, այսինքն 20 տարի է բոլոր ֆիլմերում որ անում ես, չգիտեմ, երկու հոգով դռից մտնում են, հումորային բոլոր կինոներում, սիտկոմներում կա, երկու հոգի դռից մտնեն, ուսով խփեն իրար, չհասկանան ով է զիջում։ Այդ կատակա որ արդեն հերիք է անել, էլի, չի կարելի։ Ծեծված կատակներ ու ծեծված սցենարներ ու կադրեր, ծեծված խոսքեր Այդ որոշ ձեռքս թող ցավեցնում ես բան ամուսինը ձեռքը պինդավորնում, այդ բոլոր սերիալներում կա։ Այդ ինչը որ բոլոր սերիալներում կա։ Մի հատ էլ էր ֆրազա ասում նոր այս ինչ դու ես մտածում, դե այդ ասենք բաները որ մի 40 տարի է մենք տենում ենք ու էլ պետք չի անել տենց ոնց որ կարել։ Ասեք որ իրական կյանքում այդ արտահայտությունը ոչ մեկ չի օգտագործում։ Այս ինչ դու մտածում ես, չէ՞, հա։ Ես չեմ լսել այդ արտահայտությունը։ Իսկ մենք չենք հայտնվել այդ սիտուացիայի ուղղակի։ Ընկերոջ հետ ենք գրում, Տիգրանի հետ ենք գրում սցենարը, Տիգրան Գեորգյանը ողջույններս մենք միշտ ոնց որ sense հումորային սկեչեր բան ենք գրել այս անգամ ասացի ուրեմն sense սերիալի իդեա ունեմ sense կսկարանք սկսենք sense դժվար ապրոստը միքսենք Գորվարդանի ես ինչ կինոյի հետ միքսենք ռուսական ես ինչ բանի ես հնդկականի ես ինչ բանի ու հայկական ես ինչ մենտալիտետի բան sense մի սերիալ նկարենք ասեց օքեյ հիմա սցենար ենք գրում առաջի սերիան արդեն པարզ է վերջի սերիան པարզ է գրում ենք ասում ախպերս Չեմ հասկանում, ես ինչ ենք անում, ասում եմ, ենք մենակ լուրջ բաներ գրում։ Լուրջ է, սյուժենսը լուրջ ենք, սկզբից լուրջ ենք գրում։ Հետո ասի, հեսա կավելացնենք, սպասի, դու սպասի, հեսա հումորային մասը կլինի։ Ու հետո նոր սկսում ենք ավելացնել հումորային կտորները, դե պարզ է, դա տեղում ինչ-որ լավ հումորային կատակ է գալիս, ոնց որ օրինակ կարգախոսներ, այդ տեղում գրվեն stay with վիդվաչո։ Շատ լավ։ Ստեղ գնթունիկի մի հատ կատակ ունենք, ինչքան էլ գովազ լինի, բայց դե Թող լինի, ես ազատ եմ, խնդիր չկա։ Այդ պահին գրել ենք խնդրում գնանք մոտակա գնթունիկ, այն մտքով, որ գրենք գնթունիկ, հնարավոր է ինչ-որ կոմերցիալ լինի սուպերմարկետի, հնարավոր է։ Չնայած մեզ ահավոր էր դուր եկե գնթունիկը, որտեղ մի հատ է Աբարանում գնանք մոտակա գնթունիկը
Այդ արդեն էլի абսուրդ է։ Ու այդ ասինք չէ, էստե պետք չի կոմերցիա ստեղծած տեքստն ապա թողնա։ Այդ դու պետք է գնթունիքի հետ կապվեիք ուղղակի։ Մեզ գոնե բուլկիներ ուղղակի մի տոպտակ։ Գնթունիքի սեփականատերերը ինձ թվում է երջանիկ կլինեն, եթե հաճախ հնչի գնում են գնթունիք արտահայտությունը։ Նա ինձ հետաքրքիր է արդյոք շուկայում աշխատող ընկերություններ, ովքեր սերիալներ են արտադրում, կապվել են քեզ հետ, քննարկումներ ունեցել են կամ գուցե այսպես տողատակով վիրավորված են եղել, զանգել են հարաբերություններ բարձել։ Օ, անկեղծ ասեմ, չկա արձագանք, ֆիդբեք չենք ունեցել, բայց նու այդ սերիալ արտադրողներից չենք ունեցել, ինձ թվում է չէին էլ ասի, եթե նեղացած լինեին կամ հավանած լինեին, կամ կարողա չեն վերցրել իրաց վրա։ Ինձ թվում է ավելի շատ այդ լավ, ամենալավ տարբերակը դա կասի, այս հաստատ մեզ չի վերաբերվում։ Մերը տենց չի։ Հա, ու հայո, ձեզ չի վերաբերվում, օքեյ, ոչ մեկին չի վերաբերվում։ Ով, եթե կտեսնի իր կադրերից կամ իր տեքստերից այդտեղ ինչ-որ բան իրան է վերաբերվում։ Բայց շատ ֆիդբեքեր ենք ստացել, հենց դերասաններից, ովքեր խաղացել են նմանատիպ սերիալ, մտնում գրում են, որ եթե մյուսը լինի, մենք պատրաստ ենք։ Շատերը վախեցել են, որ առաջարկել եմ, ասել են բա որ հետո էլ ինձ չտան այդ ավանդականները դեր։ Իսկ այն մարդիկ, ովքեր հումորի մեջ են, ստենդափ կոմիկներ, չգիտեմ, շատ մեծ մասից ռեժիսորներից նույնիսկ որոշ ինձ հենց անձամբ ասել են, որ զանգել են, ասել են ախպերս շատ լավ է, էլի տենց էլի արա։ Այսինքն երբ որ իրանք լավ գործ են անում ու տանջվում են, բայց պարտվում են այսօր շուկային, առաջատարներին, ասում են հա դու էդի արա գոնե ժողովուրդը կարող է քո արածից ինչ-որ բան հասկանա։ Ինձ հետաքրքիր է ինչու Լուսին էլ ներգրաված չի դերասանական կազմում։ Լուսինեն ներգրաված էր, Լուսինեն քարտուղարուհին էր Վաչոյի 15 վայրկյանով։ Վայ, ճիշտ է։ Բայց իրականում ասեմ, հասկացա։ ինչի օրինակ Հասմիկի կերպարը այդ ես չեմ Այո, ես մտածում եմ որ դու պիտի լինես։ Որովհետև մենք որ ամուսիններ ենք ու շատ ենք իրար հետ ասոցացվում, որ սիրային կապով չէինք ուզենա սերիալային ինչ-որ այդ բանում լինեինք, էլի։ Այնպեսի դեր որ իրար հետ չառնչվեինք սերիալում, որ չդառնար մեր բանի բլոգի նման եւ հետագա սերիալներում հաստատ ինձ կտեսնեք։ Դու նախանձում ես։ Այո, ինչպես։ Դու նախանձում ես, որովհետեւ որ դու չկաս հիմա։ Հասկացել ես, որ սխալ որոշում ես կայացրել։ Դու պիտի լինեիր այդ։ Ես համամիտ եմ, բայց այս սերիալում համամիտ եմ, որ չլինեի, որ մենք չլինեինք զույգ։ Սիրային կապ չունենանք այդ սերիալում։ Տարածվում է Instagram-ում։ Հա ու իդեպ հետո եկավ գաղափարը, որ դե լավ, դե անում ենք YouTube-ի համար էլ կտեղադրենք 3 րոպեանոց վիդեոները, այդ 3 րոպեիցյան եկավ, որ 3 րոպեն ռիլ թողում է տեղադրել, հասցնենք 3 րոպեում մի սերիալ տեղավորենք սկիզբ վերջով ու հասկացանք, որ հա, ու որոշեցինք, որ համ իրականում շատերը չեն հասկացել, բայց սերիալները նկարած է առանձին մի հատ ռիլ ֆորմատ, հետո պատտել ենք ոնց որ ասած կամերան ու նկարել ենք մի հատ առանձին հենց YouTube-ի համար, լրիվ տարբեր խաղը, տարբեր տեքստեր են շատ ժամանակ Այդ հասկացանք, որ YouTube-ի համար այդպես պետք է անել։ Որտեղ ավելի շատ սիրվեց։ Ինձ YouTube-ն է դուր գալիս, որտեղ հայկական սերիալը ես մի հատ Էման մեր Մկրտչյան կադր ունի, որ ասում է առաջի սերիալում Բորո, այդ որ ես sense full frame նայում եմ, այսինքն YouTube-ի բանով եմ նայում, ամեն նայելուց մեռնում եմ, ասում, հա, ես ինչ Այ ոչ գտնում է այդ հատվածը։ Հա, այդ ասում Բորո, էդի YouTube-ում իմ համար sense շեդևր, ասում, հա, այս ես տեսել եմ ինչ-որ սերիալով այսի։ Բայց YouTube-ում հատվածներ կան, որ Instagram-ում չկան, մի քիչ երկար թողնված էլի, որտեղ YouTube-ը ավելի հետո շատ ժամանակ ռիլով նայում եմ, ես չունեմ ժամանակ, 3 րոպեի մեջ չեմ հասցնում, որ sense չգիտեմ, ինչ-որ բան ուտեն դանդաղ նոր խոսան։ Ես ռիլում sense որ նայեք sense տեմպա, շատ տեմպով sense անընդհատ տեքստեր, այդ տեքստերը որ հայկական սերիալում չկա։ Այս YouTube-ում sense տեղ թողում եմ, որ օրինակ Վաչոն ասի մի հատ այս Պամիդորից հյուրասիրի Ժենյա Քուրիկին, չգիտեմ։ Իսկ Ես ուզում եմ մասսայական դերասաններից խոսենք, այդ ով չի նկատել, ուզում թվարկեմ, մեր մասսայական դերասաններին Լուսինեն խաղացել է քարտուղարուհի, Արուսիկա Տիգրանյան խաղացել է լրագրող, Երիցյան Վաչեն ուղղակի պապային, Որոյի պապայի տաններ, չնայած սուբտիտրերում գրել են քորեղբայր, կարծում եմ քորեղբայրներ։ Որոյի եւ Վիկտորյան, Ժենյա Քուրիկներ, ով ուղղակի մայոր ինքնստինքանի կողքը ամբողջ ընթացքում նստած է եղել։ Մեծ այս ֆիշկան ուզում ենք հետագայում եւս օգտագործենք, որ այն մարդիկ, ովքեր հայտնի են շատ ասպարեզում եւ կողմ են ոնց որ ասած մեր սերիալին, իրանք ներգրաված լինեն որպես մասսայական տեսարանի դերասան։ Որ նոր որ պահին հասկացար, որ հաջողությունը տիկ-տիկ
Ես ակնկալում էի 5-րդ սերիայից, ասում էի 5-րդ սերիայից կսկսի աճել։ Չնայած բոլորին միշտ ասել եմ, որ սա պրոբնի վերսիա է, այսինքն մենք փորձում ենք, սա փորձ է։ Մոտ երևի 3-րդ թե 4-րդ սերիայից ինչ-որ մի բան 600,000 բարձրացավ մի սերիան, շատ մարդիկ սկսեցին գրել, հասկացա, որ արդեն մենք ռեկում ենք։ Խնդալու բան պատմեմ էլի, մի հատ ուրեմն Instagram որ բացում եմ, ավտոմատ Facebook էլ է բացվում։ Դե ասում օքեյ, ինչ որ post-եմ, ասում եմ post-եմ Facebook, ասում եմ օքեյ, սեղմեմ օքեյ։ Երրորդ սերիան ենք արդեն գցել ու մեկ էլ զգում եմ ինչ-որ ուրիշ աղբատ է գալիս արդեն, ուրիշ կոմենտներ եմ տենում, մտնում եմ Facebook, տեսնեմ, որ Facebook-ում այդ պահին մոտ 2500 հետևորդ կար, որ Insta-ում 1005 էր, Facebook-ը ամենաակտիվն էր եղել, 200,000-ով դիտումներ ռիլերը, ու տակը մենակ վատ կոմենտներ, բայց այնց հաճելի sense, ամենից նայես ասես «Ջան, էս ինչ լավ է, մի հատ առանձին ռիլ եմ ուզում սարքեմ», այդ կոմենտները կարդամ, որ այնտեղ մենք քաղաքական գործիչների նկարներ ունեինք, որ հատուկ իրանց, չգիտեմ, ինչ-որ օրգանները ուտելու կոմենտներ, բան, sense ինչ-որ վիճակներով մեռնեմ ջանի, բան, կամ էլ շատ վատ բաներ էին ինձ գրում, որ չգիտեմ, նույնիսկ կոմենտ կա, որ ասում էր թուրքական սերիալներից օրինակ վերցրեք, էս ինչ եք նկարում։ Մեզ այսպես բաներ է, հայտարարություն էս բանը, ոնց կարայիր դու Վաչուին շեֆ ասեիր, քո նման Ալիևին է շեֆ կասի։ Սաքսես կոմենտներ ասում եմ, այո, էս ինչ հարություն ունեիք։ Այսինքն ուզում հասկանամ դու ուրախ էիր նրա համար, որ այդ որակի սերիալը չէր կարող սիրվել Facebook-ում։ Instagram-ում այս երեք ընկերս Ազատը մեր, որ մեր մոնտաժն անում ամբողջ ֆիլմի, բանը Instagram-ում հիմնականում ֆանի սմայլիկներ են դնում, ասում է դե բայց ով չի ջոգե։ Ասում դու իսկ Facebook-ը չես տեսել, ասում չէ, Facebook-ում 90%-ը չի հասկացել։ 90%-ը տենց լուրջ սկսում է մեկնաբանել, ոնց կարելի է մայորին ասել գնդապետ, այդ ինչ կիքս եք տալիս։ Sense կոմենտներ ասում այ օքեյ, շատ լավ, ապրեք։ Ամենօր ծիծաղելի տեսարներից մեկը, երբ ակնոցը դնում ես ու դառնում ես իբրև թե ուրիշ մարդ, բոլորը հավատում են դրան։ Հետաքրքիր է, այս նյուանսները կան հայկական սերիալներում։ Իսկապես այդտեղից վերցված է, թե հորինել եք մի քիչ։ Ես տեսել եմ օրինակ տենց բաներ, որ օրինակ ֆլեշբեքում, որ որ ցույց են տալիս 20 տարի առաջ մարդը լրիվ նույն ձև է։ Այսինքն չեն խորացել, որ կարելի է ջայլացնել կամ ծերացնել, եթե ինչ-որ կամ նման երիտասարդ դերասան վերցնել։ Հա, ես տեսել եմ, որ ինչ-որ մեկի պապային խաղում է նույն մարդը, որ ասենք տեսնում ես, որ հասկանում ես նույն մարդն է։ Տեսել եմ, եթե ճիշտ եմ հիշում, մի հատ սերիալում կար, որ ոնց որ գլխարկով էր այդ մարդը, ոնց որ տեսնում ենք սենց, շփվում են ինքն ու երեխան, գրվում է 20 տարի անց, այս մարդը գլխարկով է, այս տղուն տեսնում է, դրան չի ճանաչում։ Ես ասում եմ ի՞նչն է պատճառը, որ չճանաչես, միգուցե գլխարկը։ Ու հասկացա, որ կարա գլխարկը չլինի օրինակ էլեմենտ, լինի օրինակ ակնոցը, որը կա Սուպերմենում։ Սուպերմենը ակնոցներով, ուրիշ մարդ էր, առանց ակնոց Սուպերմենն էր։ Հասկացանք, որ կարելի է օգտագործել այդ։ Ինձ հետաքրքիր է, արդյոք բիզնես աշխարհը արդեն ֆիքսվել է ձեր սերիալի վրա եւ պատրաստ է ընդգրկվել, պլեյսմենտներ անել։ Մի քանի տենց հետաքրքրողներ եղել են, մի քանիսին ես եմ առաջարկել, բայց երեք հասկացա, որ թանկ եմ ասում։ Լույսն հետ խոսում եք, ասում կարող եմ քիչ թանկ եմ ասում, ասած, հա, որ նույնիսկ դե ես առաջի անգամ չեմ ունեցել ինչ-որ TV պրոյեկտ, որտեղ ինտեգրացիա կլինի։ Ես ասում եմ այն բլոգինգի ռիլի գինը, որը ինձ թվում է մարդկանց այդքան էլ մեծ է թվում։ Դե համար հիմա մի քիչ ուրիշ փաթեթ եմ առաջարկում, ոնց որ արդեն հետաքրքրվում են, առաջիկաներում ավելի շատ կունենանք, բայց մի գաղտնիք ասեմ, միջև բայցը։ Մի քանի հոգու, մի քանի պրոդուկտ ընդգրկիր առանց ասելու։ Հետո այդ հատվածները կոմունիկացրու, թող իրենք տեսնեն։ Ու իրանք ասեն։ Կգան։ Բայց սա ես չեմ ասել։ Բայց իհարկե ունեին գործընկերներ, որ վաղուց իմ գործընկերներին ու հավատացին, ասին մենք պատրաստ ենք, եթե դու ես անում, ինչ ուզում ես արա։ Իրականում ունեմ գործընկերներ, որ ասում են ինչ ուզում ես արա, վստահ ենք մի բան կլինի։ Չեն է հարցնում ինչ, ասում են դու արա, հաշիվը գրի։ Հավանել էին։ Հա, իհարկե։ Կարող ես անունները տալ։ Մարաշինելը ինտեգրացիա եղել, իրականում Titanic Accessorize-ից ենք ինտեգրացիա ունեցել, որը դեռ արդեն տեսած կլինեն։ Այսօր է հրապարակվելու 8-րդ սերիան։ Նկարանման ժամանակ։ Այո։ Հայկական սերիալների նման է։ Օրսելը։ Հա, Օրսելն էլ է մեր այդպես գործընկերներից, իմ մոտ 3-4 տարվա գործընկերներից է, որ չի հարցնում
ինչ եմ post-ելու, ասում եմ վստահում ենք, դե ոնց կարելի է 3 տարի ամիսը 2 հատ կոնտենտ տալ չվստահել։ Իսկ ներկա որ ուզում են հիմա գալ, իրանց հետ էսպայն համագործակցություններ ունենք, ու քննարկումների փուլում է, շուտով նոր սերիալ ենք նկարում, առաջին անգամ ասեմ ձեր մոտ կարանք վերնագիրն ասենք, կոչվելու Անկոչ հյուրը, շատ տիպիկ հայկական անուն է եւ չեմ ասի, բայց ինչ ֆիլմ է։ 16 մարս կլինի, այս անգամ քանի որ կոմենտներում շատ էի գրում, որ 8 սերիան քիչ է եւ 8-ից 10 րոպե ենք նախատեսել սերիան YouTube-ում, դա լի ձեր խնդրանքով, որ ասում եք կարճ է, բայց Instagram կարճ կլինի, արագ կլինի տեմպով։ Շատ լավ, շատ հետաքրքիր է, ես ստացա բոլոր իմ հարցերի պատասխանները, որոնք ինձ հետաքրքրում էին։ Փոխեմ նախուտեստը եւ խոսենք վերջապես ձեր բլոգեր դառնալու ճանապարհի մասին, խնդիրների մասին, հետաքրքիր կետերի մասին, եւ մարդիկ հասկանան ինչպես են մարդիկ ավարտել բարձրագույն կրթություն ստացել եւ այդ ամեն ինչը կողք թողալ ու որոշել, որ պետք է բլոգինգ անեն եւ բլոգերությամբ զբաղվել։ Գնամ բերեմ ուտեստը։ Cheers. Cheers. Լուսես դա խմում ես լուսը։ Շատ դուրս գալիս ես Լուշան, так держи։ Այո։ Լսրու։ Լսրու։ Արա։ Տեզալս։ Պատրաստելու եմ պաստայով աղցան։ Ես արդեն բանջարեղենի մի մեծ պնակ եմ նախապատրաստել, որը ավելացնելու եմ աղցանի վրա։ Լոլիկ, բարունգ, պղպեղ, փոքրիկ բողկ եւ ձիթապտուղ։ Պատրաստելու եմ իսկական իտալական պաստա զառայով, որովհետև ես վստահում եմ պաստա զառայի որակին, դե գիտեք պատմությունը շատ հին է, 1898 թվականին է հիմնվել պաստա զառան եւ պահպանում են բոլոր ավանդական մեթոդները, բայց ներդնելով նորագույն տեխնոլոգիաների մեջ։ Առհասարակ եթե դարակաշարերի վրա տեսնում եք պաստա զառան, առանց մտածելու վերցրեք այն եւ օգտագործեք ձեր ուտեստների համար։ Ջուրը արդեն եռում է, աղ ենք անում եւ մի փոքր ձիթայուղ։ Գաղտնիք բացեմ, սովորաբար 1 անձի համար նախատեսվում է 80 գրամ պաստա։ Կարող եք այս սկզբունքով առաջնորդվել, բայց իհարկե միշտ հաշվի առեք դրանից առաջ ինչ եք մատուցում, դրանից հետո ինչ եք մատուցում, որպեսզի չափաբաժինները շատ չլինեն։ Պաստա զառան ներմուծում եմ սիրելի գործընկեր Megafood-ը։ Megafood-ը Հայաստան է ներմուծում արդեն 25 տարի ամենավորակյալ մթերքները եւ շատ տարբեր բրենդերի պաշտոնական ներկայացուցիչն է։ Megafood-ում աշխատում են շուրջ 250-ից ավելի աշխատակիցներ, պրոֆեսիոնալ աշխատակ։ Շատ լցրեցի։ Megafood-ը համալրված է 250-ից ավելի պրոֆեսիոնալ մասնագետներով, ովքեր մշտապես քննարկումների մեջ են միջազգային հայտնի բրենդերի հետ, որպեսզի կարողանան լավագույն մթերքները ներմուծել Հայաստան եւ հասցնել մեր սեղանին։ Այնպես որ վստահեք, եթե ինչ-որ մի պրոդուկտ ներմուծում է Megafood-ը, ապա անպայման կարելի է այն ձեռք բերել։ Ձիթայուղ ենք անում։ Իդեպ ընդամենը 10 րոպեում եփվեց։ Ավելացնում եմ բանջարեղենը, ձիթապտուղը, տարբեր կանաչիներ, ես կանաչ մանգոլդ ունեմ, դուք կարող եք ինչ ուզում եք ավելացնել, համեմ, սամիտ, աղ, պղպեղ, մի փոքր ձիթայուղ, սա էլ բանջարեղենի համար և խառնում ենք։ Մի փոքր կիտրոնի թարմ հյութ, Ես պաստա շատ եմ սիրում եւ փորձում անդադ ինչ-որ նոր բան փորձել պաստայով եւ այս անգամ որոշեցի, որ պաստայով աղցան կփորձենք առատ բանջարեղենով եւ բարձրակարգ պաստայով։ Ես պաստայով առաջ անգամ եմ փոստել։ Ուշքու միտքդ փոստելն է։ Այո։ Համավա։ Հետաքրքիր։ Լավ է, տակածնելու կարիք չկա, էլի։ Դե ուզում ասեի փաստորեն երեխաներից հետո միշտ որ պաստա եմ սարքում ավելանում է։ Կարելի աղցան պատրաստել։ Միշտ։ Սառած պաստա։ Երեխաներից հետո միշտ կարելի է երկրորդ շունչ տալ ուտեստներին։
Շատ համեղ։ Հեշտ համեղ։ Երեխաներից հետո ես սկսել եմ ուտել այն ինչ որ չէի սիրում միշտ։ Ես չեմ սիրել ուտել ոնց որ անհամ բաներ, իմ համար անհամ բաներ։ Օրինակ հնդկաձավար։ Это գրեչկան է, ու իմ ամենաչսիրածներից Գերկուլեսը։ Ահա։ Վարսակն է այդ։ Վարսակը։ Նաև չեմ կարող ուտեմ օրինակ պաստան, ուղակի պաստա։ Պետք է բարդ ինչ-որ տոմատի սոուսով լիներ կամ բոլոնեզի տեսքով մի բան հետը համ տար։ Բայց քանի որ երեխաները աղի չեն ուտում, մի խոսքով ասենց արդեն իրանց ավելցուկները ուտելով սովորեցի նաև դա։ Լուսինի հետ միշտ կրվել ենք։ Ոչ որ կաշաներ, բաներ ախ սիրում է։ Ինքը շատ է սիրում, եթե խնդիր լիներ որ ինքն էլ չսիրեր։ Ինքն էլ անհամ բաներ է սիրում։ Պանիրներից սիրում պատրաստելու հավես չունեմ։ Պանիրներից ոնց կարելի է սիրել լորին։ Չարա խբաչը սիրես։ Հա, այն էլ է, ես աղին է պետք ես սիրել։ քանի որ աշխարհի բոլոր պանիրները սիրում եմ։ Ես չունեմ սիրում։ Իմ համար ամենահամեղը ռոկֆորն է, թող ինչքան համով այնքան լավ։ Զեյթուններից սիրում եմ կանաչը, որ էլի ամենայարկի, ամենատպավորիչ համերով բաներն եմ միշտ սիրել։ Դեպ այդ կանաչ ձիթապտուղը Տավուշի մարզից է։ Նման բան է։ Չէ, կանաչը։ Մոտնոք սևեր։ Ես ուզում եմ մենք հիմա ֆլեշբեք անենք, նորից հետ գնանք, որտեղ ինձ հետաքրքիր է ինչով եք զբաղված ու որ կետից հասկացաք, որ սոցիալական մեդիան կարող է լինել ձեր աշխատանքը։ Ահա։ Ես կարող եմ Դուք պատմությունից սկսի։ Սկսիր։ Երբ որ նրան սկսեց մասնակցել Շանթ հեռուստաընկերության հումորի լիգա նախագծին, մենք ուղղակի Instagram-յան էջեր ունեինք ու այդ ժամանակվանից սկսել էինք արդեն երևի նշանված էինք կամ նոր պետքա նշանվենք, միասին տենց նկարներ ունեինք սիրուն եւ այլն, նորոյ էջին սկսեցին շատ հետևորդներ միանալ, չնայած մենք որևէ բլոգ չէինք վարում կամ ինքը ինչ-որ հումորային բաներ չէր տեղադրում, զուտ այդ հումորի լիգա նախագծի շնորհիվ հայտնիություն եկավ ու ամենաշատ հայտնիությունը այդ նախագծից եկավ նորոյին հենց։ Նորոյի միջոցով եկավ նաև ինձ իր էջից ու ոնց որ մեր զույգը ավտոմատ կերպով սիրվեց առանց որևէ մեր գործադրած ջանքերի, դա 19 թվականներ, երբ որ դեռ բլոգինգով մի քանի հոգի էին զբաղվում Հայաստանում։ Դրանից հետո արդեն նորոն այդ Instagram sitcom-ում խաղաց, որը էլ իրան բավականին հայտնիություն բերեց իր հայտնի չոփիկի կերպարը, որ ինքը չի սիրում։ Ու այդպես հետևորդները ավելացան մեր ու ավտոմատ կերպով արդեն հարցեր էին տալիս, այդպես ասես քիչ-քիչ սկսեցինք էջ վարել ու այն առաջիններից էինք ով ուներ բլոգ մինչև COVID-ից հետո շատացան բլոգները, բայց դրանով երբևէ գումար չէինք աշխատում, ոչինչ չէինք անում, ուղղակի հոբի էր։ Նորոն էլի զբաղվում էր իր մեքենաների գործով, արքուվաճառքով, այո, ես ուսանող էի, որ նոր էինք ամուսնացել, ես ուսանող էի եւ արդեն հղի էի, դեռ չէի աշխատում, ավարտական քննություններին էի պատրաստվում, հետո արդեն երկրորդ երեխայի ծնունդի ժամանակ 22 թվականին նորան որոշեց, որ իր հումորի լիգայի այդ այսպես ասած հայտնի ֆիշկան, այդ երգերի մեջ ձայները, որը շատ սիրվել էր, օգտագործի իր բլոգում ու ակտիվ կերպով, մանավանդ երբ որ արդեն դու ունես երեխաներ ու քեզ պետքա մոտիվացիա շատանում է գումար աշխատելու երեխեքը դրանով են լցնում նաև կյանքը մոտիվացիայով, թե ինչի համար արժի աշխատել առհասարակ, որոշեց, որ այդ կոնտենտը անի, ու սենց շատ արագ մի անգամից այդ աճ տվեց ու սկսեց համագործակցությունները։ Միլիոնանոց ռիլ Հայաստանում կար երևի 3 հատ։ Այսինքն չկար հայկական նենց ռիլ, որը միլիոն դիտում ուներ։ Ես հիշում եմ, որ մի հատ post ունեինք արած, որը ուներ 120,000 դիտում ու սաղ դրանից խոսում էին։ 120,000 դիտումանոց post ունեն իրանք։ Պատկերացնում եք, այդ մի քանի հոգու կոլաբ էր, որ պատկերացնեք ես եմ եղել, Լիաննա Վանոյանը, Արուսիկա Տիգրանյան, Վաչեն Երիցյան, Մկոն Քեբաբչյան, Էման, ու այդ post-ը ուներ 120,000 դիտում, որտեղ այն ժամանակ ինձ թվում է ուրիշ ձև էր հաշվում դիտումները։ Հիմա է որ ասենք ես ռիլ ունեմ 20 միլիոն դիտում ունի, բայց այն ժամանակ այդ որ հայկական տեքստով հայերեն ինչ որ կոնտենտ էր, չէր կարա 500,000-ից ավել մարդ նայեր։ Ու այդ երգերի մեջ ձայները որ post ունեմ, կարծեմ երևի երրորդը 400,000 դիտում հավաքում, որ շատ էր, անկեղծ։
Հետո ինչ-որ մի բան հենց սկսեց update լինել Instagram-ը, արդեն ուրիշ ձև էր աշխատում։ Հետևորդները շատ արագ էին ավելանում, որովհետև ծանոթ էին այդ կոնտենտին, ուսեն շատ Վիդեոից երևի 2-3000 ռիլից 2-3000 հետևորդ էր գալի։ Շատ արագ սկսեց նաև համագործակցությունները։ Ուզում եի հարցնել առաջին գումարը որ վաստակեցիք հիշում։ Ես առաջին գումարը չէ, բայց առաջին համագործակցությունը եմ հիշում, որը որ սենց էվր թիվն էլ ասել եմ, այդ սենց բանով, որ տենաս ուրեմն հա Բրյունետի Եվրատեսիլի այդ ժամանակ սենց ակտիվ ակտուալ երգեր էինք ման գալիս, որ երգերի մեջ հատված, որը որ սենց կարար չլներ, այն ժամանակ էլ երգերի մեջ էինք գտնվել, X-էր, որ ինչ-որ X կար երգի մեջ, մի հատ սենց ringtone, որը պետք չի լինի։ Այդ իրականում ոնց է եղել, մենք տենց էինք բացատրում։ Ու մի հատ սենց երեկոյան ժամը 10-ին Բրյունետը post-ում է իր Եվրատեսիլի երգը, թե ինչ պետքա լինի։ Ժամը 10-ին նստած լսում եմ, գտնում ենք, ասում, «Էս ինչ է, էս ինչ ձեներ են, որ սենց կարծեմ, սենց հանում մի հատ»։ Հա, կարծեմ էդ էր։ Մի խոսքով ասում եմ, զանգում եմ մի անգամից Ազատին, ասում եմ, «Կլինի հենց հիմա կամ բան նկարենք, իրանց տունն ենք նկարում»։ Ժամը 11-ն է գիշեր, ասում եմ, «Խի, ասում դեպի վաղ առավոտ post եմ, այդ տենց բան եմ մտածել»։ Հա, ու ասում ակտուալի վրա շատ լավ աշխատելու։ Ասում է, հա, հաջորդ օրը նկարում ենք, հաջորդ օրը առավոտ 9-ին ուղարկում եմ, ու դե արդեն ինտեգրացիան մտքում ես։ Ուղարկում եմ Թերսելին, ասում եմ մի հատ նայեք, էլի կոմունալներ վճարելու հետ կապված, նայեք ինչ իդեալական բան ենք գտել, ու եթե մինչև ժամը 12-ը ժամանակ ունենք, որտեվ շուտ եմ post-ել, ու չեմ կարող չpost-եմ։ Եթե կհաստատեք, կpost-եմ։ Okay, շատ ասում է դուր գալիս մեզ, ու ասում եմ, բայց ֆինանսականը մի հատ թիվ եմ ասում, որը իմ պատկերացմամբ հիմիկվա իմ price list-ին համարժեք է, բայց այն ժամանակ սրա կեսից կեսը ունի հետևորդ։ Ասում եմ այդքան, ասում են okay, համաձայն ենք, որ ասում եմ, էս ոնց ֆինանսապես հարմար գործ է, ոնց որ բլոգինգ է, ու այդ post-ում ենք շատ լավ դիտումներ ունենում, լավ տենց իրանք էլ էին go, ես էլ էի շատ go, ու տենց գնաց։ Հետո արդեն սկսեցի ես առաջարկել գտնել հատված, որը կարա ինտեգրացիա լինի, որտեղ մարդիկ չէին կարա պատկերացնեն, ես պիտի հասկանայի առաջարկեի։ Հասկանում եմ, օրինակ ինչ-որ տեխնիկայի հետ կապ ունի, Օրսելին ասում էի, «Ստեղ ձեր հեռախոսը թող լինի, բան», ու տենց ինտեգրացիաներ եկավ։ Ազատը շատ օգնեց այդ ժամանակ ու տենց էջս լավ զարգացավ։ Մրցակցություն ունեք իրար հետ։ Չէ, ես անկեղծ ասեմ, այսինքն երբեք չեմ ուզել զբաղվել բլոգինգով, դա ինքնստիկյան ստացվել է այն աղջիկներից չեմ, որ հենց զբաղվել են, որ հետևորդներ հավաքեն ու ավելի ուրիշ ոլորտում եմ պատկերացնում ինձ, օրինակ ավելի դերասանական եւ այլն, ասենց միշտ այդ պատկերացումն մասնագիտությամբ դերասանուհի չեմ, մարքետոլոգ եմ, բայց միշտ ցանկացել եմ թատերական ընդունվել եւ այլն, ասենց ու բլոգինգը ոնց որ իմ սրտի մասնագիտությունը չի։ Ինքը ինձ համար հիմա ուղղակի հավես տեղ է, որտեղ ես կարող եմ կիսվել նրանով, ինչով կուզեի կիսվել իմ լսարանի հետ ու նաեւ գումար աշխատել, ինչու ոչ։ Իսկ այդ արդեն երբ որ մենք զգացինք, որ այդ մեզ մանավանդ նորան որ հումորով է սիրում զբաղվել, իր սիրելի գործ իրան նաև նորմալ գումար է բերում, սկսեցինք դրանով զբաղվել, այսինքն իր մասնագիտությունը մի քիչ այնպիսի մասնագիտություն է, որ ինքը պետք է ընտանիքից հեռու լիներ, մետալուրգա, հանքարդյունաբերության ոլորտում, մետալուրգ ֆինանսիստ, կոնտրոլ։ Եվ նաև ավարտել է Ժողովրդի երկու համալսարան էի սովորում այն ժամանակ, երբ որ տնտեսագիտական համալսարանի ֆինանսների բաժինը հեռակայ ավարտել։ Առավոտ գնում էի պոլիտեխնիկ, ժամը 2-ին հետո դուրս էի գալի 2:20 ժող էի գնում դասի, 6-ին դուրս էի գալիս, գնում էի իրանց մոտ փորձի։ Որ դառնայր բլոգեր։ Ես սպասում էի հարցնելու, որտեղ ինձ հետ ծնողները գոնե ասել են այդ ֆրազան քեզ։ Ես նոր է ավարտել համալսարան, ասպիրանտուրանն էլ է ավարտել։ Ուղղակի դեռ չի պաշտպանել իր ինքը ամենուր հիմա ինձ համոզում է։ Մենք ընդհանրապես որ պատկերացեք ինչքան նախանձու մրցակցություն չկա, ինքն է ինձ համոզում, որ ես պաշտպանեմ տեխնացուական, ես ասում եմ ովես չկա։ Իրականում Չէ, բայց իսկապես ինչի համար ավարտել երկու համալսարան պաշտպանել տեխնացուականը, եթե պիտի վերջո զբաղվես նրանով, ինչը քեզ գումար է բերում եւ հաճույք է պատճառում։ Բայց իրականում չգիտես ինչը քեզ գումար կբերի, ես բնավորությամբ տենցեմ, որ եթե մեքենայի գործն եմ տենցալ, ես պարզա կոպիտ ասած դալալ չէի, իմ հայրը միշտ հայրս վաճառքի մեջ է, բայց միշտ ասում էր դու չես, դու այն ոնց որ ասած դու այդ առևտրականը չես, էլի, բայց եթե այդ բանը այդ գումար էր բերում, ինձ էլ չէր խանգարում ոնց որ ասած իմ ինքնագնահատականին, ես դրանով զբաղվում եմ, որտեղ հասկանում եմ, որ պիտի տուն պահեմ, այդ բանը էի անում։
Հիմա տղամարդ։ հա, որպես տանտղամարդ գիտեմ որ իմ պարկն է։ Մի պահ ասենք շատ լավ հաջողություններ, որ 22 թվականի հունվարից ես մտել եմ Տիրամիսուում, Արուսիկ Տիրամիսուում տնօրեն, ամբողջելի մի պահ ես էի ղեկավարում Արուսիկ այդ ժամանակ դեկրետ էր գնացել։ Մենք շատ էինք ուրախացել, որովհետև մեր ընտանիքի համար է շատ հավես գործ էր, որ նու դե իր աշխատանքը ստաբիլ չէր։ Դե մեքենա կվաճառվի, երեկոներ տիրամիսուներով տուն էր գալիս։ Այո, երեք շատ էինք ուրախացել, ես միշտ հիշում եմ Արուսիկի այդ առաջարկից ոնց էինք ուրախացել, ոնց որ փոքրից ծնվել եմ, մի անգամից մեզ մոտ sense մի հատ կանաչ գիծ բացեց, ամեն ինչ sense գործնական առումով լավացավ։ Ուտեղ հայտնվեցին այդ տարի մի անգամից հայտնվեցին մշտական գործընկերներ, որ ասեցին մենք ուզում ենք տարիով ձեր հետ աշխատենք, բանկ, մի խոսքով ֆինանսներ, տեխնիկա, շատ լավ, այսինքն պարտավորեցրեցին դրա մեջ լինել։ Ես հիմա թերսել այդ համագործակցում ենք, մենք պարտավոր ենք ամեն ամիս կոնտենտ տալ, այսինքն չենք կարող վաղը որոշենք, որ փակում ենք բլոգը գնանք տուն։ Բայց մեկը ինձ էլ դուր չի գալի։ Ես հիմա որ ինձ ասում են բլոգեր, ասում հա, օքեյ, ճիշտ է, բլոգեր եմ, բայց մեկը ես իմ առօրյան ցույց չեմ տալիս, ես շաբաթով ստորիներ չեմ անում։ Իմ համար ես հումորիստ եմ, ես կարող եմ ստեղծագործել, ինձ թվում է մարդկանց ծիծաղացնել, հարթակ էս պահին Instagram-ն է, YouTube-ն է, TikTok-ն է, որտեղ կարող եմ այդ մարդկանց ծիծաղացնեմ ու ծիծաղացնում եմ։ Այդ մեքենաների վաճառելու փորձը կարող է օգնել, որ կարողանամ գովազդ վաճառեմ կամ պրոդուկտս վաճառեմ, իմ տված կոնտենտը։ Չգիտեմ մետալուրգի ինչ օգուտ է տվել։ Մի խոսքով համատեղել եմ, ոչ մի բան չեմ փորձել ձեռքս ես բաց թողեմ։ Հիմա որ ասես, հիմա որ օրինակ դուրս ասես հանք եմ նվիրում քեզ։ Չէ, ասես ուրիշ բան, դեռ ասես գիտես ինչ կա, այդ գինի հետ կապված sense բիզնես կա, կարող է անենք։ Ես ամեն ինչի մեջ եղել եմ, մայնինգ եմ արել, կրիպտոյի, մի բավական գումարներ տակ տվել։ Ով իմ մոտ ինչ-որ բանից։ Ամեն ինչ տակ տվել ենք։ Ես շատ, այսինքն հաջողություններով պետք չի մենակ նայել, ես շատ բաներով եմ տակ տվել։ Մեքենաների հենց մեկը։ Մեքենաները մինչև մա ունենք մենք մի քանի։ Մինչև վաճառվում է CLA 45 AMG գիրը $20,000։ Բայց չեմ զղջում, որտեվ հասկանում որ այդ ամեն ինչը կյանքի փորձ է։ Ես մեքենա վաճառելով շփվում եմ մարդու հետ, հասկանում եմ այն նրբությունը, այն ֆիշկեն, որը վաճառեց, դա օգտագործում ուրիշ տեղ։ Դաժե կարաս տանը օգտագործես, թե ոնց պետքա խոսես, որտեվ ինձ թվում է կյանքում ամենակարևոր բանը հարաբերվել սովորելն է, ոնց պետքա հարաբերության մեջ մտնես։ Այո, ոնց ես հարաբերվում մարդկանց հետ, դրանով արդեն բոլոր գործերը կհաջողվի ինձ թվում է։ Ես շատ հնարավոր է եմ ասում, այն օրը միտեղ ասեցի, ասում եմ ինչ ես տենց բան ասում, չէի սպասովից էի եկել, ասում եմ հնարավոր է ինձ 2 տարի հետո որպես Հայաստանի օրինակ լավագույն ավտոմեխանիկ հյուր։ Ասում ես կարող վաղը որոշեմ դառնամ ավտոմեխանիկ, կարող ինչ-որ մի բան ուղղակի մասնագիտական փոխեմ, ինձ էդի հավեսա անեմ, եթե կարող եկամուտ բերի ավելի լավ։ Ծնողներդ ինչ երազանք ունեին քեզ հետ։ Ծնողներս ինձ հենց սկզբից շատ շնորհակալ եմ իրենց, որ վստահել են։ Այսինքն ես պապայի մոտ գնացել եմ, ասել եմ ինձ էսենց ֆինանսական աջակցությունա պետք է ինչ բանի համար, կարողացել եմ իհարկե բացատրեմ, եթե կարողացել եմ բացատրեմ ոնց է գալու, ասել օքեյ։ Նույնիսկ մաման միջև իմ բոլոր վիդեոները շեյր անում, չգիտեմ, ինքը միշտ մերոնք շատ sense supportive են եղել, ուզեցել են ինձ միշտ օգնել են, ոնց որ նաև Լուսինեն ես դեռ գիտեմ որ կարամ հենվեմ իրանց վրա։ Եմ ասում որ ասում 4 ընտրող ունեմ։ 4 Լույս չես վախենում որ քաղաքականություն կմտնի։ Մենակ այդ չի ուզի։ Շուտով 4 տարուց խոստանում եմ տեխնացիոն եմ։ Այն որ Լուսինեն երազում է եւ ինձ թվում է որ անպայման իրականություն է դարձնելու կինոդերասանուհու երազանքը, հասկանալ ես մարդը ինչ է ուզում։ Քո պարագայում ես ոնց հասկանում դու ամեն ինչ ուզում ես, եթե դրա մեջ կա կայծ եւ քեզ հետաքրքրող ինչ-որ բան։ Իմ համար այդ կայծը ամենակարևոր բանն է։ Ես ասում եմ, այս կինո որ նկարում ենք, բոլորին ասում եմ, երեք էլ եմ մի օքու հետ նոր պետք է համագործակցենք, ասում եմ, ես ես չեմ անում հիմա, ես չեմ անում փող աշխատելու համար։ Ես փող աշխատելու ալտերնատիվ ունեմ։ Բայց որ աշխատեմ ավելի լավ, ասում եմ, էսա հիմա էսա մոտիվը, դրա համար է երևի հաջողվում ինչ-որ բաներ, որ դու ոչ թե փողի համար բերում ես, ասում ես կերեք էսի, կերեք, բան կամ ասում եք գնացեք առեք, պլեյսմենտներ ես ավելացնում, այլ անում ես քո հավեսի համար, sense ներդրում ես քո լավագույնը
ու հենց այդ մեկնաբանությունները, որ ստանում եմ իմ ընկեր կոմիկներից կամ ռեժիսորներից, սցենարիստներից, այդ է ինձ իմ համար լավագույն գրավականը է դա։ Գնահատական։ Գալիս կիսում ասում, գիտես, ինձ այս մեկը գրեց, որ շատ։ Հա, դե իհարկե դա շատ ուրախալի է։ Շատերին թվում է, թե բլոգինգը ինչ է որ։ Դե տենց ինչ ուզում անում են, ուղղակի նկարում դնում են եւ չեն պատկերացնում, որ դրա հետևում մեծ աշխատանք կա։ Եվ կան դժվարություններ, որոնք տեսանելի չեն։ Հիմա կուզենայի նաև դժվարություններից խոսել։ Ես կարող եմ դժվարություն ասեմ, կարճ դու շարունակի։ Իմ համար ամենադժվար բանը Լուսինեի հետ կոնտենտ անելու, որ մենք ընտանիք ենք, սովորական մարդու կնիկ ենք, ոնց որ դուք շատերը ձեր մարդու կնկայդ ու վիճված ենք, չէ՞, բայց պետք է post անենք, պետք է reel նկարենք, որտեղ օրինակ պետքա փաթաթվել, բան ու ասենք պատկերացեք, sense եթե երեք ինչ-որ ես եմ նեղացած կամ ինքն է նեղացած ֆշշնելով Քանիսին պետք է նկարենք, բան ժամը 6-ին մենք պետքա post-ենք, ասում մի քիչ սենց ասա, մի քիչ նենց ասա նկարել։ Ու այդ տիպած պետք է իր հետ աշխատեք, միշտ ասում ես երազում եմ գործել, լի քո հետ չաշխատեմ, ու հագիստ պետք լինի կռվեիք, ընտանիքը չմտցնենք բիզնեսի մեջ։ Ու հետո հենց հեռախոսը անում է ջերմ։ Այդ բայց այն կոնտենտը, որը որ հենց դերասանական խաղապահանջում, ասենք լիքը եղել է վիդեո սթորիներ, որ ասենք օրինակ մունաթով եմ եղել, օրինակ վիճված ենք եղել, մունաթովը սթորիում նկարվել է վիճ պետք չէ, այդ այն ինչա ինչպես ենք տալիս։ Բայց որ պետքա ինչ-որ գովազ նկարենք, ստիպված պետքա սյուժեով գրած է, որ պետքա գա թուշը սպաչի, պետքա գա պաչի։ Իդեպ շուշուտ է պետք է սյուժեները գրել։ Ո՞վ է սյուժեները գրում։ Ավելի շատ նորոն, եթե ես ինչ-որ իդեաներ ունենում եմ, ես էլ եմ Ну, այն ժամանակ միասին Դու միշտ անտետ համբերելու կադրերը ավելի շատ գրում։ Այդտենց կա է, որ ասում է բանը, ամուսնուս խանդում եմ, ասում է ինչ ասում է դերասանա ու այս ֆիլմի մեջ համբուրվում է այս աղջկա հետ, հաջորդ ֆիլմի մեջ այս աղջկա հետ, որ դե դա դերասանա, նորմալ է, ասում է բայց սցենարն էլ է ինքը գրում։ Մոտ է վիճակն է։ Նինայի հետ համբուրի տեսարան ունեինք օրինակ արծվի թևերում, բայց չէ, կինս չխանդեց, որտեվ Նինան ինձ թվում է իրան էլ էր ընկեր եւ Այո։ Բայց չեք համբուրվել, ես սպասում եի։ Կարող է համբուրվել ենք։ Չեք նկարել այդ մասը։ Չէ, դուբլ են արել, համբուրվել են չի Հետո հավելու վրա դուրակ ստացվել։ էինք խաղաց է կարող։ Լավ, իսկ քեզ համար բարդությունները։ Դաղ բարդ ես տեսակով տենց դիսցիպլինայով մարդ չեմ ու շատ դժվար է երբ որ քո աշխատանքը տանից է այսինքն դու պետքա քո գրաֆիկը ու ինքդ ես քո տնօրենը դու այդ տնօրին ես ու շատ դժվար է որ դու քո տան մեջ ես չունես աշխատատեղ հատուկ աշխատասենյակ կամ տնից որ դուրս գաս օրինակ երբ որ ես գիտեմ պետքա անեմ վիդեո նկարեմ կամ մոնտաժ անեմ Ես տանն եմ, տեսնում եմ տանը գործ կա անելու կամ հացը պատրաստ չի, նորոն տանն է, չգիտեմ, այնտեղ թափածալված կարած չի, չես կարողանում կենտրոնանալ, որտեվ դու տան կինն ես ու տեսնում ես, որ տունը անելու բաներ կա, դու նստել ես հեռախոսի մեջ, սենց գործ ես անում, բայց եթե դու տանից գնաս, էլի այդ տանը գործը ոչ մեկ չի անելու, չէ՞, կանես, բայց գոնե չես տեսնելու։ Բայց չես տեսնի, իսկ իմ համար այդ տանը աշխատելը բլոգինգի ամենավատ կողմն է իմ համար, որ ինձ կոնկրետ շատ է խանգարում, ես չեմ կարող օրինակ թափրտված միջավայրում նստեմ գործ անեմ, կենտրոնանամ։ Իսկ նենց անում եմ այդ գործը ժամանակ չի մնում բլոգինգին, ու սենց անընդհատ այդ բանը կա, էլի։ Կուզեի որ ինչ որ տնօրեն ունենայի, այդպես միշտ ավելի հեշտ է։ Ով քեզ ասում է դու ինչ անես, ոչ թե դու պետքա քո այդ ժամանակը լրիվ տնօրեն ես։ Կոնկրետ իմ դեպքում Չի լինի իրար հետ։ Հա, բայց մենք իրար հետ չենք կարող աշխատենք այնքանը, որ երկուսը լիդեր ենք ու իրար հետ մեզ շատ դժվար է տրվում։ Անգամ խաղեր խաղալուց մի թիմում լինելն է մեզ դժվար տրվում։ Ու մենք գիտենք այդ որ այդ մեր զույգի թույլ կողմն է ու աշխատում ենք։ Թույլ չի, դա շատ ուժեղ կողմ է։ Ուժեղ կողմը առանձին թիմերում աշխատելու։ Ոնց եք հաշտվում։ Վայ, ոնց ենք հաշտվում։ Ես վերջերս չենք կռվում նենց որ։ Ես վերջերս չենք էլ հաշտվում։ Հա, չենք էլ։ Մի քանի ամիսա հաստատ չենք։ Տորի է ինձ թվում է։ Տենց կռվել, հա, տենց։ Եվ մինչև ամուսնանալն ենք ունեցել նենց կռիվներ, որ ասենք կռված մնանք մի քանի օր, բայց ամուսնանալուց հետո երևի այդպես չի եղել, որ միշտ նախ խոսում ենք, հիմնականում ես եմ բացում թեման, որ խոսենք, քննարկենք, մանրամասնենք ու այդ խոսելու ընթացքում անցնում է դա, էլի։ Աշխատում ենք սենց ամեն ինչը ուղղակի մինչև վերջ չնեղանանք, տենց բաներ ես էլ չունեմ այդ աղջկական, վայ նեղացա, չխոսացի հետը, որ ինքը իրան հասկանա, նորն է դե վաբշե չունի։ Ինչ ինձ դուր չի գալիս, ասում եմ, քննարկում ենք, որ այնպես չլինի, ինքը չիմանա ես ինչից նեղացա, ես տենց բաներ չեմ սիրում։ Ու այդ է օգնում, որ մենք այդքան չկռվենք։ Իսկ ինչից դուր չի գալիս, ասում եմ, լավ, հա, վայ, երեք որից միջավ
Ծրում եք գրվա, այսինքն կարող այդ բանը լիդեր Սխալ ես հասկանում։ լիդերը ինչ որ բնավորությունից ելնելով կարող այդ բանը չուզեն ընդունի։ Ես եկամ դες բանալեմ, ասենք մի բան սխալ անեմ, ասի սխալ արեցի, ասեմ ճիշտ էր, բայց մեկ այս առանցին գցեմ կբռամ կհասկանամ որ դուք սխալ էր։ Վերջում կուզենայի մի փոքր պատմեք ձեր երեխաների մասին եւ այս սերիալի էպիզոդը համարենք նկարված։ Վայ, մեր երեխեքը առաջին բանը որ հետաքրքիր է, մեր ուղիղ մեզ նման չեն ոչ մեկ։ Այդ sense հավես ատմոսֆերա ստեղծում մեր տանը, որ մի քիչ զգում եմ որ կարող եմ օրինակ փոքրս խարակտերնի հայերեն չգիտեմ ոնց կլինի թաթալաբազ լինել է, որտեղից մի քիչ թաթ է, sense կարող անթաթ ընկնի, ջրի կանա, բան էդի ես եմ եղել, այդպես փորձանք մի քիչ ավելի հավասարակշռված լինել աղասի Լուսինեին մանկությանը հետ, բայց հետո ուրիշ բան աղասից զգամ որ ինձ նման Սարգիսից Լուսինեին, sense լրիվ խառնած բաժանած է էլի մեր բնավորությունները։ Դերս հեշտ է 3 տղամարդ մի տան մեջ եւ դու Դժվար է։ Բրգետ Երբևէ չեմ մտածել, որ ես 2 տղա կունենամ։ Միշտ մտածել եմ, որ այդ ամենաանհետաքրքիր կոմբինացիան է երեխեքի։ Ասում եմ, բերք են մարդիկ որ 2 տղա ունեն, ասենց 2 տղա, բայց ես հասկացել եմ, որ երբեք պատահաբար այդ սերը չի գալի քո ընտանիք։ Մանավանդ մամայի կյանք, որովհետև ինքը բան է, ինչ որ բան է սովորացնում կնոջը, ու ես միշտ անհաշտ եմ եղել տղամարդկանց տեսակի հետ, բնությունից տված տեսակի հետ, ու ինձ Աստված տվել է տղամարդկանց, որ ասի դե մեծացրալը, տենա, մեծ ինչ ես դարձրի, ու ես սկսել եմ լիքը բաներում տղամարդկանց տեսակետը ավելի լավ հասկանալ, քան առաջ էի հասկանում, ու նաև իրանց խղճալ, այսպես ասած բացի կանանցից, նաև իրանց տեսակետը երեխեքը նախ շատ դժվար է երկուսի հետ մանավանդ մերոնց տարբերությունը տարի 3 ամիս է, որը շատ քիչ է, ու իմ կարծիքով զույգեր ունենալը, եթե օգնող ունես հետդ, շատ ավելի հեշտ է, որտեղ իրանք նույն գրաֆիկով են ապրում, քան այդ պագոտկի ասվածը, որ իրանք համարյա մի տարիքի են, բայց ամեն ինչ տարբեր ժամանակներում են անում։ Հետո հավեսա որ տարբեր են ու հավեսա այն զգացումը որ դու կարաս տարբեր մարդկանց սիրես հավասար ու յուրովի ամեն մեկին իր տեսակի մեջ ու պապային էլ չմոռանաս հա ու դե պապան մենք միշտ իրան գիտեն որ առաջինը մաման պապան իրար են սիրում հետո իրանց միշտ որ հարցնում ենք ում է պապան ամենաշատը սիրում ասում են մամային ինքնա պապան ասել բայց քո ասացի հետաքրքիր գիտես ինչն է նոր մարդիկ ասացա որ ինչքան էլ իրանք տարբեր են բայց իրանք գիտեն, բոլորս գիտենք, որ մենք ունենք ընտանիքի մի օրենքներ, որոնք այդ օրենքներով պետք է շարժվեն։ Ու այտենց չգիտեմ, որ պետք չի իրար խփել, վիրավորել կամ ինչ-որ նմանատիպ ավելի մի քիչ կենցաղային հարցերում է կարող լինեն օրենքներ, որ ինչքան է բոլորս տարբեր լինենք, մենք գիտենք, որ մեր տանը տենց է։ Ու այդ դասղեկական խոսքը կա, որ ասում են երեխուն նայում ես հասկանում ես տնից ինչ որ տնից է դուրս եկել, այդ շոտոկի ճիշտ է, էլի հաստատ հասկանում ես ինչ դաստիարակություն է ստացել։ Հետո այդ երեխեքի պահով հայկական մեթոդը այնպեսին է, որ բոլոր երեխաներին նույն կերպ են դաստիարակում, բայց երեխաները տարբեր են, իրանց պահանջմունքները, իրանց բնավորությունները ու մերոնք էլ շատ տարբեր, ու ես փորձում եմ ամեն մեկին իր պահանջմունքին բավարար տամ, հա, ու կամ չգիտեմ, օրինակ փոքրս շատ համառ է նույն իր տարիքում անիմաստության հասնող համառամանավանդ ես աշխատում դա չկոտրեմ որտեվ հիմնականում դա փորձում են կոտրել որ իր ասածը հանկարծ չլինի ես հենց աշխատում եմ այդ համառությունը այնպես անեմ որ իրան չխանգարի բայց չկոտրեմ կամ մյուսը պերֆեկցիոնիստ է փորձում եմ այդ մի քիչ կոտրեմ որտեվ ապագայում պատկասեմ իրան ինչքան է այդ խանգարելու եւ իր կնոջը այո եւ իր կնոջը միանշանակ Սենց շատ հետաքրքիր է, էլի երեխա մեծացնել, դու մարդ ես ստեղծում, ոնց որ խմորից հաց ես թխում ու իրականում միանշանակ իրանք իրենց տեսակով ծնվում են, բայց արժեքները դու ես փոխանցում ու մեկել են որ ասում են, ոյ հիմիկվա դարի երեխա մեծացնես, բարի չլինի սենց, ես այդ ընդհանրապես չեմ ընկալում, իմ երեխեքը պետքա լինեն մեծահոգի, պետքա լինեն բարի, հասարակության համար նորմալ մարդիկ ու ոչինչ թող իրանք մի քանի անգամ ավել դավաճանվեն կամ չգիտեմ ցավ զգան վատի կողմից, բայց իրանք չլինեն այն մարդը, ով այդ կտա իրանց։ Իհարկե։
Ես միշտ ասում եմ հավես է մամա պապա լինելը։ Իսկապես այդ ինչպես ասում ես խմորից հունցում ես եւ հասկանում ես, տեսնում ես ինչ process է անցնում։ Եվ վերջում ինձ հետաքրքիր է, հա, եւ բլոգը եւ սերիալը եւ ընտանիքը տունը երեխաները հասցնում եք անել բաներ, գնալ տեղեր, լինել ինչ որ միջավայրներում, որտեղ հենց երկուսդ եք, իրար հետ եք։ Իհարկե։ Կամ ստեղծում եք այդ միջավայրը, որ հենց երկուսով լինեք։ Իմ համար հենց այդ է հաճելի, որ ասում են Instagram-ից ցույց են տալիս, այդ ընտանիքներից ենք խի, որտեղ մենք անկեղծ հիմա օրինակ ստեղ ենք, չէ՞։ Ես մամաս իմ մամանը գնաց հետո քո։ Մեր մամաներից մեկը գնացել է երեխի հետևից, մենք ունենք ասենց օգնող ծնողներ, իրանք երիտասարդ են, ոնց հասկանում ենք մեծ սիրով են այդ ամեն ինչ անում։ Հուսով ենք։ Մեծ սիրով են այդ ամեն ինչ անում, մեր պապաներն էլ են շատ իրականում օգնում, մենք ասենց ամենա մի հատ մեծ բանը ասեմ, որ մենք խի եմ ասում իրար նման ենք ու ինչն է ոնց որ ասած իմ կարծիքով մեր ընտանիքի ոնց որ ասած գաղտնիքը, որ ընտրելուց Լուսինեին, ես որ ընտրում էի Լուսինեին, արդեն մտածում էի ուղեղով, ես ընդհանրապես այդ էմոցիաներին կանեմ դնեմ մի կողմ, ուղեղով մտածեմ, վատ թե լավ դեպքերում առաջինը անալիզ եմ անում, դու ցանկացած բան։ Ու ոնց որ հասկացել եմ, որ այս մարդը առաջին հերթին ունեցել է նույն դաստիարակությունը, ինչ ես, արժե համակարգները մեր նույնն է, գաղափարները նույն ձև կիսում ենք ու նույնքան խելք ունի, ինչքան ես, այդ խելացին էլ բարձը ամեն համակարգում տարբեր է։ Իհարկե։ Մի բանով օրինակ, չգիտեմ, թե դաստիարակության եք տան հարցերում ես վստահում եմ Լուսինեին։ Գիտեմ, թե այդ դաստիարակությունը ստացել է իրանց տնից տեսել է, թե նաև կրթվում է կարատայում մեր երեխքին են, ես դրանով եմ իրան վստահում նույնը ինքին, sense փոխհարաբերությունները մեր այդ առողջ ընտանիքի կարծում եմ լավագույն գրավականն է, որ ոչ թե մենակ տեսնես այն տիկնիկին, որ սիրահարվես ու բերես տուն հասկանաս դատար կա, այլ նաև գիտակցես, որ այդ մարդը քո հետ կիսելու է քո գաղափարները։ Իմ համար ամենակարևորն է, որ Լուսինեի դες կարող եմ ցանկացած հետաքրքրություն կիսեմ։ Այսինքն մենք իրար հետ գնում ենք ֆուտբոլ նայելու, մենք իրար հետ կարանք գնանք խմելու, այն ինչ որ ես իմ ցանկացած ընկերների հետ կարամ անեմ, հանգիստ կարամ Լուսինեի հետ անեմ, մի բան էլ ավել, չգիտեմ, ամեն ինչ հնարավոր է անել կնոջդ հետ, ինչ որ կանեիր ընկերների կամ ում հետ որ կարեիր անել։ Ամենակարևորը դա որ կարող ենք կիսենք իրար հետ։ Բրավո, ես ուզում եմ ձեզ շնորհակալություն ասել։ Այս երիտասարդ, թարմ, կենսուրախ, լուսավոր, պայծառ վայբերի համար, որով այսօր լցվեց իմ տունը, շատ հետաքրքիր է ինձ համար ամեն անգամ հանդիպել մի նոր մարդու, մի նոր զույգի, որոնք իրարից շատ տարբեր են, բայց յուրաքանչյուրի գաղափարներն էլ շատ հետաքրքիր։ Ես ուզում եմ, որ եթե հետևորդի տեսանկյունից նայեմ, ապա տարիներ անցել ձեր պատմությունը, ձեր բլոգը, հա, այսպես ասեմ, այս նույն տրամադրության մեջ լինի, սիրո, համերաշխության, փոխ հասկացողություններ, փոխ ըմբռնման, սա շատ սիրուն է եւ շատ հետաքրքիր է եւ ուրախ եմ, որ մենք այսօր միասին ենք շատ ուրախ հրավերի համար։ Իրականում այս կոնցեպտը շատ հետաքրքիր է ու շատ հավես է, որ կարես սենց մոռանում ես տեսախցիկի մասին ու խոսում ես սենց ընկերական ոնց որ խոսային ընկերոջդ հետ, այդ մտորդ իրականում քեզնից էլ է գալիս։ Շատ շնորհակալ եմ քեզ որ հրավիրել ես իրականում հենց քո տուն ես միշտ ասում ամեն մեկին տուն չեն կանչում էլի դրա համար շնորհակալ եմ քեզ որ հրավիրել ես շատ հավես անցավ վաղուց չէինք կիսվել այսքան մարդիկ էլ մեզ այս տեսանկյունից նաև տեսան միացեք Նորոյի եւ Լուսինեի Instagram-յան պաշտոնական էջերին ինչպես նաև Նորոյի YouTube-յան պաշտոնական ալիքի դե չմոռանաք նաև բաժանորդագրվել Հերինե Ստեփանյան TV պաշտոնական ալիքին YouTube-ում կհանդիպենք Այս վիդեոն պետք է լայքել, կոմենտել, չէ՞։ Հա դե ասա, այդ արդեն դու պետք է ասես։ Այստեղ է լինելու, չէ՞, մի վարկեն այստեղ է լինելու, subscribe, այստեղ like։ Իրանք ավելի լավ են հասկանում։ Cheers։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group։ Գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM։